կարող ենք շարունակել բացակայող անձանց պարագայում։ Խոչընդոտ չեմ տեսնում շարունակել։ Շատ լավ, դուք պարոն Կիվիդյան։ Շնորհակալ եմ դատարան, սուբդատավարական իմաստով մենք խնդիր չենք տեսնում, ուղղակի ես նշեմ, որ մենք դատական ներկայացություն իրականացնում ենք երկուսով, այսինքն երկու ներկայացուցիչ ներգրավված դրամատիսկության միջև ինստասիոտ է խցանումներ ուղղակի ճանապարհային, դա է պատճառը, որ մյուս ներկայացուցիչը այս բանի ներկա չէ, կխնդրեմ 5-10 ինչու միջև կներկայանա, շնորհակալ։ Շատ լավ, դուք Տիկին Մկրտչյան։ Խորգեր դատարան ընդմիջման միջնորդության մասով բարդարարություն չունեմ, նաև կարծում եմ, որ ամենազին հացիատողի վերաբերյալ միջնորդության մասով լիստը կարող է շարունակվել գործի մասնակցող անձանց բացակայության ողջույն։ Շատ լավ, դատարան նկատի ունենալով, որ պատասխանող Յուրի Խաչատրովը և Սեյրան Օհանյանը պատշաճ կարգով ծանոթացված են դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն դատարանն անհայտ պատճառով չեն ապահովել իրենց ներկայությունը այս նախնական դատական նիստին, լսելով գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների կարծիքը, որոշում են նախնական դատական նիստը շարունակել վերջիններիս բացակայությամբ։ Միաժամանակ դատարանը հաշվի առնում, որ այս գործի քննությանը Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնում են երկու ներկայացուցիչներ և լսելով պարոն Կիվիդյանի պարզաբանումը Տիկին Սահակյանի բացակայության կապակցությամբ հայտարարում է տեխնիկական միջում նրա մասնակցությունը այս նախնական դատական նիստին ապահովելու համար։ Տեխնիկական միջում։ Տեխնիկական միջման պայք շարունակվում է ՏՎԿԴ 0210-0225 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի քննությունը։ Դատարանն արձանագրում է, որ դատական նիստին ներկայացավ նաև Արմեն Գևորգյանի ներկայացուցիչ Տիկին Սահակյանը։ Պարոն Նազարյան, ձեզ պարզաբանվում է, որ նախորդ դատական նիստում դատարանը սկսել է Արմեն Գևորգյանի ներկայացուցիչի միջնորդության քննարկումը Արմեն Գևորգյանի բացարձակ խորհրդարանական անձեռնմխելիությունը հաստատելու և այդ հիմքով գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ Այդ միջնորդության քննարկման ժամանակ ինձ մոտ ծագել են որոշակի հարցեր, որոնց պարզաբանման կապակցությամբ էլ միջնորդության քննարկումը նախորդ դատական նիստում չի ավարտվել։ Եվ այս դատական նիստում ես պատրաստվում եմ հնչեցնել այն հարցերը, որոնք ծագել են ինձ մոտ միջնորդության կապակցությամբ։ Պատրաստ եք պատասխանելու։ Պատասխան, բայց մի քանի հարց ունեմ հարգելի դատարան, եթե կխնդրեի։ Ինչ թե։ Նաև ձեզ։ Հարգելի դատարան, ես միջնորդություն եմ ներկայացրել, որտեղ որ արձակուրդի հրամանի բաժնի գծե, կարծես թե ուրեմն մերժել եք միջնորդությունը եւ գործունեությունը շարունակվել է։ Այսինքն, պարոն Նազարյան, ձեզ համար պարզ չէ, որ ձեր միջնորդությունը մերժվել է։ Ձեզ պարզաբանել, որ այո, ձեր միջնորդությունը դատարանը մերժվել է, հստակեցնելու համար հստակեցվում է, որ միջնորդությունը մերժվել է, այո, ձեր բացակայությունը հարգելի չի ճանաչել դատարանը եւ շարունակել է նախնական դատական նիստը։ Շատ լավ, հարգելի դատարան, մի բան ճշգրտ եմ։ Ձեր պարզաբանումներից հետո ես հնարավորություն ընձեռնելու եմ հարցը ներկայացնել միջնորդության վերաբերյալ։ Նկատում եք գործի վարույթը կարճելու։ Այն միջնորդությամբ, որի վերաբերյալ ձեզ մոտ անհրաժեշտություն առաջացել պարզաբանումներ։ Այո, հնարավորություն ձեզ տրվելու է։ Շատ լավ։ Ունի հարց է հարգելի դատարան, նոյեմբերի հոկտեմբերի 24-ի նիստը, որ հետաձգվել է, նոյեմբերի 7-ին նշանակվել, ներկայացուցիչների հետ իրենց հարմարությունները քննարկվել են, թե ոչ։ Այո։ Իսկ այդ դեպքում ինչի հայցվոր կողմի հետ որևէ հարմարություն չի քննարկվում։ Շատ լավ, պարոն Նազարյան, եթե հայցվոր կողմը բացակայում է դատական նիստին, ինչպես եք դուք պատկերացնում, որ դատարանը դատական նիստում, երբ որ նիստ է նշանակում, պիտի հայցվոր կողմի հետ քննարկի հերթական դատական նիստի օրը։ Ես իմ պատկերացումների մասին իհարկե կասեմ, բայց որտեղից է դատարանը համոզում ձևավորում, որ նոյեմբերի 7-ից ժամը 14:00-ին այս ներկայացուցիչի կողմից կարող է հարմարությունը լինել։ Մասնավորապես այսօր ժամը 10:30-ին ես մանրամասնություն եմ ունեցել պարտադիր բժշկական հետազոտության, կարծում եմ համակարգում դուք եք ունեցնում իրավունք եւ ստիպված հետաձգել եմ, քանի որ ժամը հարմար չէր եւ երկրորդ անգամ չի կարող այս միջնորդությունը ներկայացնել հետաձգելու մասին։ Հաջորդի դեպքերում խնդրեմ դատարան հնարավոր կլինի նաեւ այսօր կողմի հարմարությունները քննարկվել։ Շատ լավ, պարոն Նազարյան, եթե դատարանը որևէ կողմի հետ հերթական նախնական դատական նիստի հարմարությունը ճշգրտելու, համաձայնեցնելու պարտականություն չունի։ Դատարանը դա կատարում է բարի կամքի դրսևորում, գործի ողջամիտ ժամկետում քննությունը ապահովելու նկատառումով։ Եթե հայցվող կողմը կամ պատասխանող կողմի ներկայացուցիչները նիստին ներկա են եւ նիստում դատարանը որոշում է հետաձգել դատական նիստը եւ հերթական դատական նիստ նշանակել, այո, դատարանը
Համաձայնեցնում է հերթական նախնական դատական նիստի օրը, բայց եթե կողմը բացակայում է ու արդեն մյուս կողմերի հետ համաձայնեցվել է, դատարանը այդ պահի դրությամբ այն գործիքակազմ չունի հայցվոր կողմի հետ համապատասխան նիստը համաձայնեցնելու վերաբերյալ։ Այսքանով սահմանափակվել ձեր պարզաբանումները հերթական նախնական դատական նիստի նշանակման վերաբերյալ։ Հիմա անցնեմ ես իմ պարզաբանումներին։ Արձանագրումից համարանում ու ապարտենք, եթե կարելի։ Եթե արձանագրումը գործին չի վերաբերում, պարոն Ազարյան, թույլ չեմ տալիս։ Ես չեմ կարծում գործից դուրս այլ արձանագրումներ կարող են։ Խնդրեմ, եթե գործին է վերաբերում։ Այսինքն ես կարող եմ արձանագրել, որ ներկայացուցիչների նկատմամբ բարեկամքի դրսևորումը եղել հոկտեմբերի 24-ի նիստով, այսօր կողմի հետ որևէ տիպի քննարկում բարեկամքի դրսևորում չի եղել։ Սա արձանագրենք։ Ոչ, պարոն Ազարյան, դուք իմ պատասխանը սխալ ընկալեցիք։ Եթե հայցվոր կողմը ապահովված լիներ իր ներկայությունը դատական նիստին, այո, հայցվոր կողմի հետ էլ կհամաձայնեցվեր նիստի օրը եւ ժամը, բայց եթե հայցվոր կողմը չի ապահովել իր ներկայությունը դատական նիստին, նման պայմաններում դատարանը որևիցե ձևով հնարավորություն չուներ այդ դատական նիստի ընթացքում ձեր հետ համաձայնեցնելու հերթական դատական նիստի օրը եւ ժամը։ Բացառապես դատական նիստում են համաձայնեցվել հերթական դատական նիստի օրը եւ ժամը։ Շատ հարգելի դատարան, հասկանալի է ամեն։ Անցնեմ իմ հարցերին։ Ոչ, ինչի հետ կապված։ Ինչի հետ կապված, պարոն Ես ճիշտ ասած չեմ ընկալում այս ճիշտ ասած հարցու պատասխանը որևէ կա, որովհետև ներկայացուցիչը ինչ-որ հարցեր է ուղղում դատարանին, դատարանը ինչ-որ բարձրաբանումներ է տալիս որոշման վերաբերյալ, դատարանը նման տիպ պարտականություն ունի, ինձ ուղղակի դա է հետաքրքիր։ Դատարանը իր որոշումը կայացրել է դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, ովքեր որ ներկա են եղել դատական նիստին համաձայնեցել, որտեղ հնարավոր չէ այդ ժամանակ չէ պետք է համաձայնեցվի։ Այսինքն եթե օրինակ համաձայնեցվում, մեկ կողմ ասում է ինչի համար է առավելություն տվել։ Նախավարժ դատարանը չունի պարտականություն այդ առումով փոխ համաձայնեցնելու, բացի այդ ում հետ համաձայնեցնել եւ որ ներկայացուցիչը ինքը դիմել է դատարան, ես ասել է, որ գիտեք ինչ, ես արձակուրդի մեջ եմ։ Չէ՞։ Բայց դա ներողություն խնդրում հետևյալ իրավիճակն է, հա։ Մենք այստեղ գործ ունենք ոչ թե կոնկրետ ներկայացուցիչի հետ, այլ մեր կողմը դատախազությունն է, եւ այստեղ հարցը մենք նաեւ նախորդ դատական նիստի ընթացքում բարձրացրեցինք, որ կարող է ապահովել համապատասխան կառույցը բազմաթիվ ներկայացուցիչներով։ Բայց հիմա այնպես իրավիճակ է, որ ես զգում եմ ինչ-որ տոնայնություն դատախազության ներկայացուցիչի կողմից դատարանն ուղղված։ Եվ դատարանը այնուամենայնիվ բարձրաբանումներ է տալիս եւ որտեղ հակառակ բարակամ կներեք բոլոր դատական գործերով, որոնցով մենք ներկայացություն ենք իրականացնում, եթե նույնիսկ ինչ-որ հարց է ծագում, որով որ դիմում ենք դատարանը մշտապես ուրեմն այդ հարցադրումներին պատասխանում է, որ որևէ պարտականություն չունի որոշման կամ ինչ-որ բարձրաբանում տալու եւ այլ։ Այստեղ դատախազության հետ դատարանը մտել է որոշման բարձրաբանման տիրույթ։ Ես այդ դա չեմ հասկանում ճիշտ ասած եւ նրանք չեմ հասկանում ներկայացուցիչի տոնայնությունը այդ առումով ուղղված դատարանին եւ այստեղ կարծես թե ինքը փորձ է կատարում ցույց տալ, որ ինքը ինչ-որ անհավասար վիճակում է գտնվում, օրինակ ի տարբերություն դատավարության այլ մասնակիցներին, այնինչ նման բան գոյություն չունի դա մեկ, երկրորդը կարծում եմ դատարանը չպետք է որևէ բարձրաբանում այդ առումով տա, կա ձայնագրառման գրիչ, կողմը կարող է լսել եւ ընկալելի լինի իր համար թե ինչի համար է դատարանը նմանատիպ որոշում կայացրել եւ կարծում եմ նաեւ, որ դատավարության ներկա մասնակիցների հետ կարող է միայն քննարկման առարկա դարձվել դատական նիստի հաջորդի օրինակ օրվա եւ ժամի համաձայնություն։ Շատ լավ, նստեք պարոն Կիվիդյան, դու չեմ տալիս պարոն Ազարյան։ Իմ ասածը վերաբերյալ արձագանքելը դուք Պարոն, ոչ, այս պահին թույլ չեմ տալիս, քանի որ ես պարոն Կիվիդյանին պատրաստում եմ արձագանքել։ Այո, նստեք պարոն Ազարյան։ Պարոն Կիվիդյան, ձեզ պարզաբանեմ, որ ես իմ դատական ակտը չպարզաբանեցի պարոն Ազարյանին։ Ես իմ խոսքը սկսեցի նրանով, որ ես պարզաբանեցի, որ հարցեր ունեմ միջնորդության հետ կապված։ Պարոն Ազարյանը անակնկալի եկավ, քանի որ պարոն Ազարյանը ինձ համար պարզ դարձավ, որ տեղյակ չէ, որ իր միջնորդությունը մերժվել է եւ դատական նիստը շարունակել է։ Իսկ դատական նիստի պարզաբանում դատարանը դատական ակտի պարզաբանում չներկայացրեց պարոն Ազարյանին։ Իսկ ինչ վերաբերում է մնացած քննարկմանը, դա դատարանի նաեւ բարի կամքի դրսևորումն է պարզաբանելու, թե ինչպես է որոշել հերթական նախնական դատական նիստի օրը եւ ժամը։ Իսկ պարոն Ազարյանի տոնայնության մեջ դատարանը որևէ վիրավորական տոնայնություն չնկատեց անձամբ դատարանի հասցեն, հակառակ պարագայում դատարանը քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընթացակարգերին համապատասխան միջոցներ կձեռնարկեր պարոն Ազարյանի նկատմամբ։ Միաժամանակ հայտարարում է, որ դատական նիստին ուշացումով ներկայացավ
պատասխանող Սեյդյան Օհանյանի ներկայացուցիչ պարոն Մեժլումյանը, պարոն Մեժլումյան, ձեր ինքնությունը եւ լիազորությունների շրջանակը չի ստուգվել դատարանի կողմից, խնդրեմ ներկայացեք ինքնությունը հավաստող փաստաթուղթը։ Պարոն Մեժլումյան, փաստաբան Ակնագին 2 հասցե Երևան Մաշտոցի 33 օգնականություն հասնել դատարած ներկայացնել պարոն Սեյդյան Օհանյանի շահերագիրը։ Շատ լավ, իսկ լիազորագիրը, պարոն Լիազորագիրը նախկինում ջնումով ներկայացել են։ Շատ լավ կհիշեցնեք դատարանին երբեք ներկայացրել համապատասխան։ Հայցադիմումի պատասխանը միջնորդություն է ներկայացվել դատարան արագացված դատաքննության Դրանք իցեք ներկայացրել։ Շատ լավ, դատարանը արձանագրում է, որ այս հակակոռուպցիոն քաղաքացիական գործում առկա է լիազորագիր թվագրված 0309/2025 թվականին, որով պատասխանող Սեյդյան Օհանյանը լիազորել է փաստաբան Կարեն Մեժլումյանին իր շահերը ներկայացնել ԹԻՖԿԴ 0210-0225 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով եւ նրա հանձնարարությամբ իրավունք ունի ներկայացնելու դիմումներ, միջնորդություններ, դիրքորոշում, բացատրություն ստանալու դատական ծանոթություններ եւ դատավարական փաստաթղթեր, ինչպես նաեւ իրականացնել լիազորագրով նշված այլ դատավարական գործողություններ։ Լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով։ Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ լիազորագրին կից ներկայացված է պարոն Մեժլումյանի փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը, ինչպես նաև ներկայացվեց համապատասխան բնօրինակ փաստաթուղթը փաստաբանների պալատ հանդիսանալու եւ պալատի անդամ հանդիսանալու եւ արտոնագրի բնօրինակը։ Բնօրինակ փաստաթուղթը վերադարձվում է ձեզ։ Ձեր ինքնությունը դատարանը համարում է ստուգված, լիազորությունները հաստատված։ Նստեք, կարճ արձագանքեք պարոն Ազարյան, շարունակում ենք գործի քննությունը։ Դատարանի հետ կապված որոշակի ճշգրտումներ արեցին, սա հաստատության ձևաչափ չէ դատարանին, այլ հետագա իրավունքների իրացման վերաբերյալ դատողությունները, որոնք դատավարական իրավունքների արդյունավետ իրացման կապակցությամբ որոշակի ճշգրտումներ իրականացնել։ Հետևաբար պարոն Կիվիրյանի դատողությունը, որ առավելություն տվե, հիմա ամբողջ մտքումս որևէ առավելություն բաց չեմ կիրառել, հետևաբար կարելի պարոն Կիվիրյան, երբ որ դատարանի հետ փորձում ճշգրտել են դատավարական հետագա իրավունքների իրացման արդյունավետությունը, որպեսզի կարող լինեն հենց այս դատականությունը խնդրել, որպեսզի ներկայացվելու իմ իրավունքները։ Չեմ կարծում, որ ներկայացուցիչ կողմից կա որևիցե գործողություն կատարելու անհրաժեշտություն, առավել ևս երբ որ այս ներկայացուցիչների իրավունքների արտոնություն տալու, առավելություն տալու կամ առավել պասիվ դիրք ընդունելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ ներկայացնում։ Շատ լավ։ Չեմ կարող ուղղակիորեն չարձագանքել, ճիշտ ասած չի կարծում, որ այս հարցը պետք է այս կարգի քննարկման առարկա դարձվեր, բայց այնուամենայնիվ, եւ որ ներկայացուցիչ ասում է արձանագրենք, որ տվյալ դեպքում ուրեմն դուք այլ ներկայացուցիչներին տվել եք այդ հնարավորությունը, իսկ ես զրկված եմ եղել օրինակ դատականիստի համաձայնեցման վերաբերյալ, ինչ որ կամ իմ հետ չի համաձայնեցվել, դրանով փորձում է անուղղակիորեն թեկուզ ստեղծել այնպիսի տպավորություն, որ տվյալ դեպքում առկա է անհավասար մոտեցում կամ վերաբերմունք դատարանի կողմից։ Հիմա հակառակ բարեկամին չի համարակողմ ասում, կարող ենք արձանագրել այդպիսի բան, եւ դատարանը ասում է ոչ, չեն կարող արձանագրել։ Բայց ինչի համար այդ ժամանակ այդ հարցադրումը։ Ես ուղղակի իրապես չի կարծում, որ մենք պետք է հասնենք այն աստիճան, որ դա քննարկման առարկա դարձնենք այս հարցը կոնկրետ, որովհետև ես իրապես չհասկացա կողմի նաև ուրեմն խոսքը ինչին է ուղղված, անհանդուրժ ժողովականությունը ասեմ կամ իր անհամաձայնությունը ինչին է ուղղված։ Այնուամենայնիվ դատարանը տվել է հնարավորություն, որպեսզի կողմը ներկայացնի դատականիստին, հետաձգել է դատականիստը եւ հնարավորություն է ընձեռել, որպեսզի ինքը դիրքորոշում արտահայտի եւ ոնց հասկացա դատարանը հենց այդ նպատակով հարցադրումներ էր ցանկանում ուղղել տվյալ դեպքում հայցելու ներկայացուցիչ։ Շատ լավ, նստեք պարոն Կիվիրյան, պարոն Ազարյան, հարցս ուղղված է ձեզ, կարող եք բացառանել դատարանին, ինչը առիթ հանդիսացավ, որպեսզի գլխավոր դատախազությունը 2025 թվականին, եթե չեմ սխալվում, ապրիլ ամսին դրություն է հասցեագրում ֆինանսների նախարարությանը, որը կից ներկայացրել է այս հայցադիմումին։ Ինչպես որոշվեց, որ նման դրություն պետք է ուղարկվի։ Խոսքը 11/04/2025 թվականի դրության մասին է, որը ուղարկել է Պետշահերի վարչության պետը Սարոկանյանը։ Արմեն դատարան, ես եթե չեմ սխալվում նախորդ դատականիստին, այսինքն նախորդ իմ մասնակցությամբ նախորդ դատականիստին, ես այդ հարցի վերաբերյալ դատողություններ ներկայացրել եմ, ինչպես կառավարության 2022 թվականի նոյեմբերին այն որոշումը համապատասխանում իրականացրել գործընթացների, այնպես էլ դրանից նախորդող ժամանակահատվածում ընդունված օրենքի կապակցությամբ։
Հետևաբար, երբ որ արդեն 2025 թվականի ապրիլ ամիսն են մոտենում, ու արդեն օգոստոսն են գալու, որտեղ որ երամյա ժամկետը լրացնելու է, աջակցություն փոխհատուցման տրամադրման կապակցությամբ։ Հետևաբար, այս մասում արդեն իսկ առանձնակի հետաքրքրություն կար, թե պետական բյուջեի միջոցներից ինչպիսի միջոցներ են տրամադրվել։ Ինչու հենց ապրիլ ամսին, պարոն Նազարյան, ավելի հստակեցնեմ։ Մասնավորապես կողմը նշում է, որ ապրիլ ամսին, մինչև ձեր այս գրության հասցեագրումը, պարոն Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում եւ որոշակի քննադատական խոսք է հղել դատական համակարգի հասցեին։ Դատարանը փորձում է բացահայտել այդ ելույթի եւ այս գրության միջև հնարավոր ուղղակի կամ անուղղակի կապը։ Կպարզաբանեք, ինչու հենց ապրիլ ամսին որոշեցիք, որ այս հարցով պետք է զբաղվեք։ Հարգելի դատարան, եթե նույնիսկ ընդունենք մի բան, որ ապրիլ ամսին իրենց վստահորդ է քննադատական ելույթ է հղել դատական համակարգին, չեմ կարծում, որ դատախազությունը պիտի արձագանքեր դատական համակարգին ուղղված քննադատությունների։ Դատական համակարգը դատական իշխանությունն է, իշխանությունների առանձին ճյուղը եւ վստահաբար դատական իշխանությունը եւ կարող է իրեն պաշտպանել եւ անհրաժեշտության դեպքում համապետ հակազդել։ Հետևաբար դատախազությունը որևէ այլ միջոց չուներ դատական համակարգի նկատմամբ պաշտպանությամբ հանդես գալու։ Առավել ևս, երբ որ մենք դատավարության ընթացքում հանդես են գալիս ինչպես պատասխանողներ եւ իրենց ներկայացուցիչները, այնպես էլ մենք հավասար իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, եթե 11.04.2025 թվականին ամերիկացիությունը ուղղված եղել, կարծես թե այդպես նշեցիք, հետևաբար դա ուղղված եղել բացառապես տվյալ հարցի վերաբերյալ որոշակի հանգամանքներ բացահայտելու ուղղությամբ։ Դեռ ավելին ասեմ, հայցագիրումի մեջ, երբ որ մենք քրեական գործում ենք հղում տվել, ՀԿԴ 0172-0124 գործնակը։ Դեռ ապրիլ ամսից շատ վաղ է այդ հանգամանքը քրեական գործի շրջանակներում, երբ որ սում գործով պատասխանողները այն գործով մեղադրյալներ են եղել։ Հետևաբար, որ կապ եք փորձում բացահայտել, զուտ ժամանակը վերական առումով դատախազությունը հարցում ուղարկի, դատախազությունը ամեն օր հարցում է ուղարկում տարբեր պետական մարմինների ու քաղաքական գործիչները, այդ թվում նաև ԵԽԽՎ-ի քաղաքական գործիչները, պատգամավորները ամեն օր ելույթ են ունենում։ Հիմա ինչ անենք, շաբաթ-կիրակի ուղարկենք այս հարցումները, որ չհամընկնեն։ Շատ լավ, պարոն Նազարյան, այսինքն ձեր խոսքից ինձ պարզ դարձավ, որ բացառապես վաղեմության ժամկետով պայմանավորված է այս գործընթացը սկսվել հենց ապրիլ ամսից։ Այո, ուսումնասիրություն պետք է իրականացնել, մեզ բավարար ժամանակ է պետք ուսումնասիրություն իրականացնելու համար, ինչպես է հայցի ապահովումը վերացնել միջնորդության քննարկման ժամանակ նշեցի, օգոստոս ամսին էլ ներկայացրեցի։ Տիկին Սահակյանը թույլ կտա կաղաքեմ, էլի մեկս իրական խանգարում եք ուզից։ Պարոն Նազարյան, հաջորդիվ կխնդրեմ պարզաբանել, իսկ առիթը ինչն է հանդիսացել։ Օրինակ, ինչպես որոշեցիք, որ հենց այդ պահին պիտի գրություն ուղարկեք։ Հարգելի դատարան, զուտ ժամանակային առումով։ Բացառապես ժամանակային առումով է եղել, հանձնարարական է եղել վարչության պետին, թե ինչն է առիթ հանդիսացել, թե ուղղակի հերթական ձեր պլանավորած գործընթացին համապատասխան ստուգում եք ժամանակահատվածներ եւ որոշեցիք ինչն է հստակ առիթ հանդիսացել։ Տեսեք, հարգելի դատարան, սահմանության 176 գործողությունների 7 մասը հստակ ուրվագծում է դատախազության պետշահերի պաշտպանության ոլորտը։ Պետշահերի պաշտպանության ոլորտում կատարվում են ուսումնասիրություններ։ Դրանք կարող են որոշակի գործառույթային բարդությունից լինել 3 տարի ժամկետով։ Կարա դա օրենքով էլ նախատեսված լինի հստակ ժամկետ միջև չկա, ու կարա օրենքով նախատեսված չլինի, դրանից արդեն յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը, տվյալ գործի բարդությունը, ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացվի, ումը պետք է մակարդակի գործը, ինչպիսի բարդությամբ է, ինչպիսի գործառույթային բարդությամբ է այդ աշխատողը աշխատելու, ինչպիսի ծանրաբեռնվածություններ կան։ Այս համակցության մեջ որոշակի ողջամիտ ժամկետ է նշվում։ Այդ ողջամիտ ժամկետը կարող լինի 1 ամիս։ Տիկին Սահակյան, պարոն Կիվիլյան։ Հարգելի ես ներողություն, քանի որ ներկայացուցիչն թույլ տվեց նաև ինչ-որ արտահայտություններ ստեղ պատրաստել, ես իմ գործընկերոջ հետ հաշվի առնելով, որ ով ինչ-որ դիրքորոշում արտահայտում, այդ պահի դրությամբ քննարկում եմ ունենում իմ գործընկերոջ հետ։ Շատ լավ, պարոն Կիվիլյան, դուք յուրաքանչյուր անգամ ասա գիտեք ինչ հարգելի դատարան, ընդմիջեք ես քննարկել։ Պարոն Կիվիլյան, հիմա ինձ եք լսում։ Դուք պարոն Նազարյանի դիրքորոշումների կամ արտահայտած տեսակետների կապակցությամբ որևիցե ձևով ձեր վարքագիծը համաձայնեցնելու խնդիր բնականաբար չունեք։ Բայց նկատի ունեմ պարոն Նազարյանը, երբ որ Տիկին Սահակյանի կապակցությամբ որևիցե դիրքորոշում է հնչեցնում, բայց իմ հետ կապված, երբ որ ես ուշացնում եմ, որ դատական նիստի բնականon ընթացքի դա կարող է խանգարել, եթե քննարկում ունեք, խնդրեմ
Կարող եմ տեխնիկական ընդմիջում հայտարարել, դուք ձեր դիրքորոշումները համաձայնեցեք, բայց զուգահեռ այնպիսի քննարկումի ծավալեք, որ ես կարողանամ պարոն Նազարյանի պատասխանները հստակ լսեմ։ Պարզ է։ Մի բան ճիշտ է։ Խոչընդոտ եղավ, հարգելի դատա։ Ինձ համենայն դեպս հա, եթե չլինի պարոն Կիվիլյան, ես չեմ արձագանքի։ Իսկ հիմա նստեք։ Եթե ես ասեմ, որ մենք շուշուկով քննարկում ենք միջի մի բան, ձեր համար խոչընդոտ է։ Այո, պարոն Կիվիլյան, եթե ձեր իրավունքների ապահովելու հարց կա, դուք նկատել եք իմ վարքագծից, ես կարող եմ տեխնիկական ընդմիջում հայտարարել, դուք Տիկին Սահակյանի հետ ձեր քննարկումը ունենաք։ Բացում լինելու ըստ այդմ յուրաքանչյուր անգամ տեխնիկական ընդմիջում Խնդրեմ, պարոն Կիվիլյան։ Շատ լավ։ Մի հավելում ընդհանրապես ներկայացուցիչ կողմից այլ ներկայացուցիչ վարքագծի կամ չորոտասման վերաբերատի որոշման արտահայտում քաղաքացիական դատավարության օրենսգիրքը համենայն դեպս ներկայացուցիչ չի նախատեսում։ Դե դրա համար ես զգուշացրեցի, որ պարոն Նազարյանը չի կարող այդպիսի ձևակերպումներով դիմել։ Այսուհետև դուք եք պարոն Նազարյան, բացառապես նիստի վարման հետ կապված մասնակիցներին նիստի կանոնակարգին համապատասխան գործելու ես կարող եմ անել։ Հարգելի դատա, ես այդ հարցերը Եթե ինձ խանգարում է։ Շատ լավ, դուք կարող եք ինձ դիմել ու ասել, որ հարգելի դատարան Տիկին Սահակյանը ինձ խանգարում է։ Համապատասխան նախազգուշացումներ իմ կողմից կկատարվեն, պարոն Նազարյան։ Շարունակեք հիմա։ Որովհետև այդ բանը ես չնկատեցի, որ Տիկին Սահակյանը խանգարում է։ Եթե դուք իմ ուշադրությունը հրավիրած լինեք, որ Տիկին Սահակյանը ձեզ խանգարում է, ու ես արձանագրեի, որ Տիկին Սահակյանը խանգարում է, ես կարձագանքեի։ Հիմա նկատեցի, որ խանգարում է, արձագանքեցի, Շեղում է, խոսում է։ Ասենք կոլեգա հետ խոսում է, ասենք ձեզ ինչու Անում ես ես հարց չեմ պատասխանում։ Այդ ժամանակ ու կողքից ձայներ են լսում։ Չեմ կարծում, որ այդ դեպքում օրինակ ձեզ հաճելի կլինի կամ ձեզ չի խանգարի։ Երբ որ հարց եմ պատասխանում, չեմ ուզում ձայն լսել, որովհետև շեղում այդ հարցից։ Պարոն Մեժնյան, Բայց դուք չեք եկել այստեղ հաճույք ստանալու, որ ինձ հաճելի չի։ Դուք չեք եկել այստեղ հաճույք։ Տիկին Սահակյան, նստեք, պարոն Մեժնյան, դուք էլ եք ավարտում, խնդրում եմ, շարունակում եք, պարոն Նազարյան։ Ձայները խանգարում են, կարող պատուհանը փակել, որ ավտոմեքենայի ձայները լինի։ Հավատացեք ավտոմեքենայի ձայները այս դեպքում կարող շատ հաճելի լինի։ Շատ լավ, պարոն Նազարյան, շարունակում ենք բովանդակային առումով։ Արմեն դատարանը հարց է հնչում, ինչ եկել է խիստ եմ արդյունքը, որ հաճույք ստանա։ Պարոն Նազարյան, շարունակում Երբ որ ես խոսում եմ, կողքից շշուկներ եմ լսում։ Նորմալ չի, ասել կամ Պարոն Նազարյան, դրա համար ես հորդորեցի, որ այսուհետև կարգը չխախտվի։ Երբ որ ես նկատեցի, որ համապատասխան կարգը խախտվում է, նախազգուշացում եղավ պարոն Կիվիլյանի, Տիկին Սահակյանին։ Հաջորդին, ինչպես եք որոշել այս գործով պատասխանողների շրջանակը եւ նրանց վերագրվող հակաիրավական վարքագիծը։ Ես հացադուրումի փաստական հանգամանքների մեջ շստակորեն նշել էի։ Ինչու ես որոշեցիք, որ պարոն Գևորգյանը, պարոն Օհանյանը, պարոն Քոչարյանը եւ պարոն Խաչատուրովն են լինելու պատասխանողներ այս գործով եւ ինչպես եք որոշել նրանց վերագրվող հակաիրավական վարքագիծը։ Հարգելի դատարան ըստեղության հաշվի առնելով, որ հացադուրումի փաստական հանգամանքների մեջ հողում էր կատարված նաեւ քրեական գործի դրա փաստական հանգամանքները, միաժամանակ մեր դիտարկում քանի որ քրեական գործի շրջանակներում սա փոխկապակցված գործեր են միմյանց հետ լինում, մեկը քրեական արդարադատության ոլորտում, մեկը քաղաքացիական դատավարության կարգով, հետևաբար այդ արարքները, որոնք որ այդ գործի շրջանակներում վերագրվում են, ընդ որում այդ գործի շրջանակներում արդեն արարքի իրավաբանական գնահատականը դատարանը թույլատրեց, որպեսզի փոփոխվեր, որի արդյունքում մեր դիտարկումը կայացել է, որ հենց այդ փոխկապակցության արդյունքում տվյալ սուբյեկտները չի բացառվում նաև, որ գործի քննության ընթացքում այլ սուբյեկտներ ներգրավում են գործի շրջանակներում, բայց այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալների արդյունքում տվյալ սուբյեկտներն են հանդիսանում։ Ինչ վերաբերում է հակաիրավական վարքագծին։ Շատ լավ։ Կարծում եմ, որ փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը վերտարությունը կրող հայցադիմի գլխում, մեկ բաժնի, մեկ, երկրորդ, երրորդ, չորրորդ կետերով հստակորեն արձանագրված է այն բոլորը, ինչպես նաև հայցադիմումի 13-րդ էջում, 12-րդ էջում, նշված հանգամանքներով հենց հիմնավորվում է այդ հանգամանքը։ Շատ լավ, հաջորդ հարցադրումը պատասխանողի ներկայացուցիչ Օրբելյանի։ Ներողություն, 15-րդ էջում, էջերը նշվում է։ 15-րդ էջ։
Շատ լավ, պատասխանողի ներկայացուցիչ Օրբելյանի դիտարկմամբ այս հայցի նպատակը նաև ԵԽԽՎ-ում Արմեն Գևորգյանի լիարժեք գործունեության սահմանափակումն է։ Դիրքորոշում ունեք այս փաստարկի հետ կապված։ Սահմանափակումն է Այո, նպատակը դա է եղել այս հայցի հարուցման։ Ինչ կարող եք ասել։ Ես չեմ սխալվում, հենց առաջին դատական նիստում, երբ որ Գևորգյանը ներկայացուցիչների կողմից ներկայացվել է հայցի ապահովումը մասնակի վերացնելու միջնորդում, պարոն Օրբելյանն էլ էր այստեղ գտնվել, եթե չեմ սխալվում, այստեղ է նստած էր։ Ու պարոն Օրբելյանն էր այդ ժամանակ գտնվում նիստերի դահլիճում, երբ որ հայցվոր կողմը հաշվի առնելով պատասխանող Արմեն Գևորգյանի կարգավիճակը, ինչպես նաև չկրկնվեն գործառույթները, որը որ իրականացնում է, մեր դիտարկմամբ անկախ նրանից թե ինչպիսին է իրականացվում, արդյունավետության տեսանկյունից քաղաքով պաշտպան է զբաղեցնում եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը նաև։ Այդ կապակցությամբ մենք չհարարկեցինք, որ բացառապես գործողման ծախսերի մասով հաշիվները բացվեն։ Հիմա պարոն Օրբելյանը այստեղ չի, որ նաև ես կարողանայի հարցադրումներ իրականացնել, հիմա ես չեմ հասկանում այդ հանգամանքը, եթե սահմանափակում եք ԵԽԽՎ-ում գործունեությունը, բա ո՞նց է դատախազությունների դեպքում համաձայնություն տալիս հայցի ապահով մասնակի վերացնելու գործողման ծախսերը, որպեսզի պարոն Գևորգյանը գնա մասնակցի ԵԽԽՎ-ի նիստերին։ Այսինքն կա այստեղ հակասություն այդ մտքի հետ։ Գործողությունը ոնց որ դատախազությունը մի փոքր այլ է եղել, պարոն Օրբելյանի դատողությունը մի փոքր այլ է։ Եթե այդպես լինի, մենք կարծում եմ կառարկենք ամբողջությամբ ու թողնենք դատանի հայեցողության այդ հանգամանքը։ Բայց մենք այլ վարկագիծ դրսևորեցինք։ Շատ լավ, հաջորդ փաստարկը պարոն Օրբելյանի վերաբերում է նրան, որ գլխավոր դատախազը մինչ այս հայցի ներկայացումը ունեցել է ելույթներ եւ հնչեցել է որոշակի դիրքորոշումներ, մասնավորապես նշել է, որ մարտի 1-ի գործի հետ կապված քաղաքական հայցերի թեմաներ կան, ներկայացուցիչ դիտարկմամբ այս հայցը կրում է քաղաքական բնույթ։ Դիրքորոշում ունեք ընդհանրապես այդ փաստարկի հետ կապված եւ դատարանի հարցադրումը այս հայցի նպատակը ի վերջո ո՞րն է, պարոն Նազարյան։ Կներեք քաղաքական հայցը նշեցիք, չէ՞։ Քաղաքական բնույթի նշանակություն ունի հայցը, այդպես է որակվել։ Քաղաքական բնույթի։ Այո։ Որ նպատակը ոչ թե արդարադատության իրականացումն է, իրավական վեճի լուծումն է, այլ զուտ քաղաքական բնույթի գործընթաց է։ Պարոն Գևորգյանի դեմ։ Այդ թվում։ Շատ լավ, հասկացա ձեզ։ Հարգելի դատարան, պարոն Օրբելյանի բացակայությունը իրականում շատ խնդիրներ արդեն առաջացնում, բայց եթե պարոն Օրբելյանը նմանատիպ դատողություն է հնչեցրել, ես չեմ եղել նախորդ դատականիստին, ձեզ այդ հարցադրում չեմ իրականացնում, բայց ենթադրում եմ, որ այնուամենայնիվ բացահայտվել է այն հանգամանքը, եթե մենք նշում ենք գլխավոր դատախազը նախկինում ունեցած ելույթները, ինձ ինչ հարցադրում պետք է իրականացնեք, ես բառացիորեն ցիտում եմ պարոն Օրբելյանի խոսքերը։ Գլխավոր դատախազի ելույթներն են կատարել, որտեղ է կատարվել հղումը։ Ինչ հարցակ նշվել, ինչպիսի է այգը պատասխանը։ Հիմա կոնտեքստից կատարված մի հատ ասենք ելույթ է, ես չեմ հասկանում այդ վստահության առումով հարց չկա այստեղ, ուղղակի 2-3 բառ ներկայացվել է, որ գլխավոր դատախազը ելույթում նմանատիպ միտք է արտահայտել։ Հիմա ես ինչքան եմ վստահ լինեմ այդ միտքը արտահայտվել է, թե չի արտահայտվել, կա կոնկրետ թվում, ինչ հաղորդման շրջանակում է եղել։ Հիմա տեսեք, ես էլ կարող եմ ամենայն արգելքով որևիցե վիրավորական բան չհնչի, 2 բառեստեղից 5 բառեստեղից վերցնեմ, 2 հատ ստորակետ մեջտեղը դրեմ, միտք արտահայտեմ, դատարանի հայտնի, որ ասած միտք կա։ Ու ես այսպես եմ մտածում, բայց եկեք մենք հասկանանք, որտեղ է այդ ելույթը, ինչ շրջանակներում։ Ազգային ժողովում ըստ պարոն Օրբելյանի եւ եղել է, եթե չեմ սխալվում, ՀՄԿ-ի հեռուստաեթերում։ Շատ լավ, ինչ հարցը քննարկվեց այնտեղ։ Ինչպիսին է եղել հարցը, ինչին է ուղղված եղել։ Պատասխանը իր ամբողջությամբ մեջ կանք մենք ունենք հասկանանք։ Կատարված սենց ինչ-որ դատողություն իրականացնել է, բայց ինչ-որ վերաբերում է ելույթներին, արվել դատան, եթե մենք ելույթներից ենք խոսում, ուրեմն դատախազության մասին օրենքի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է դատախազության գործունեության հրապարակայությունը։ Եթե ազգային ժողովում ելույթ ունեցել գլխավոր դատախազը կամ ենթադրենք ՀՄԿ-ի եթերում կառավարության նիստում ինչու՞ չէ նայել, այս բոլորը ուղղված են դատախազության գործունեության հրապարակայությանը։ Այն հարցը, որ այդ միտքը մենք կարող ենք ամբողջությամբ բոլորս լսել ու դրա հասկանալ, ինչի մասին է եղել այդ օրինակ հաղորդումը, օրինակ ՀՄԿ-ում է եղել, թե կառավարության նիստում, թե օրինակ ազգային ժողովում, որովհետև ազգային ժողովում մենք գլխավոր դատախազը ամեն տարի մինչև ապրիլի 1-ը տարեկան հաղորդում է ներկայացնում։ Ու կարող է պատգամավորներից մեկը որոշակի հարցադրում իրականացնել,
Պատասխանել չեմ կարծում, որ նման պատասխանը ես կարող եմ մեկնաբանել, հաշվի առնելով այդ պատասխանը ինչ-որ կոնտեքստից կտրելուց պատասխան է։ Միգուցե սպասենք պարոն Օրբելյանը ամբողջացնի, նոր կարողանանք Շատ պատասխանել։ լավ, նպատակը ո՞րն է այս հայցի, պարոն Նազարյան։ Այս հայցի նպատակը պետական շահերի պաշտպանության բնագավառում պետությունը կատարել է լրացուցիչ ծախսեր, որոնք նախատեսված չեն եղել, ինչի կապակցությամբ պետական բյուջեի վերադարձման 670 միլիոնը վերադարձնելու համար է ամբողջ նպատակը։ Շատ լավ, ես իմ հարցերը ավարտեցի, դու կարող եք հնչեցնել ձեր դիրքորոշումը։ Ես հարցեր տամ հետո դիրքորոշում, հա, Խնդրեմ, ներկայացրել։ Եթե վերջը սկսենք, կարողանք սկսենք միջնորդության։ Պարոն Կիբիրյանը ներկայացրել է 20.09.2020 թվականի միջնորդություն, որը խնդրում է դատարան արձանագրել, որ հակակոռուպցիոն դատարանը դատավոր Աշխեն Ղարսյանի նախագահությամբ Սյուն վարորդի շրջանակում հանդիսանում է Արմեն Գևորգյանի խորհրդանական հանձնարարության ապահովման հարցով ազգային իրավասու մարմին։ Ես կխնդրեի մեր իրավական հիմքը ցույց տալ, որովհետև ամբողջապես այս իրավական հիմքը ես չեմ տեսնում, ու կխնդրեի նաև պարոն Կիբիրյան, մի հատ բացահայտեք ամբողջ պրակտիկայում ու Հայաստանի Հանրապետությունից դուրս էլ ենթադրենք եվրոպական տարածքում նմանատիպ դատական ակտերի դուք երբևէ տեսել եք կամ առաջվել եք նման ակտերի հետ։ Որ առաջին կետը միջնորդությամբ խնդրում ենք արձանագրել, որ հակակոռուպցիոն դատարանը նախագահ դատավորի նախագահությամբ Սյուն վարորդի շրջանակում հանդիսանում է ձեր վստահորդի խորհրդարանական հանձնարարության ապահովման հարցով ազգային իրավասու մարմին։ Հիմա պրակտիկայում երբևէ կա Հայաստանում, Ասիայում, Եվրոպայում, գուցե նաև Աֆրիկայում կարող են գնալ, կա նմանատիպ ակտ տեսել եք, թե ոչ։ Ինչ վերաբերում է իրավական հիմքին, որ դատարանը պետք է իրեն ճանաչի որպես իրավասու մարմին, ապա դրա իրավական հիմքը մեր կողմից ներկայացված է մասնավորապես մեր միջնորդության 6-րդ էջում, որտեղ նշված է թվում է կատարված է նաև ուղեցույցի ագահի 17-րդ կետին, համաձայն որի իրավասու մարմինը անձնախորհրդության հարցերով այն դատավորն է, որի իրավասության ներքո քննվում է գործը, այսինքն տվյալ դեպքում, երբ այն անձը, ով օգտվում է անձնախորհրդությունից, իր վերաբերյալ քննվում է գործ, տվյալ դեպքում այն դատարանը Միջնորդությունը քննարկում է։ Այո, Այս գիտե հիմնական նիստ այս 14:30-ի ներքևում մեկ դատական նիստի է մեր քրեական գործով։ Ես գիտե հիմնական նիստը։ Պարոն Մաշնիմյան, ձեզ պարզաբան է, որ այս միջնորդության քննարկումից հետո դատարանը պետք է անցնի պատասխանատու Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչի միջնորդության քննարկմանը հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ, քանի որ ժամկետային սահմանափակ ունի։ Այլ նախապատրաստական բնույթի գործողությունների իրականացում ամենայն հավանականությամբ չի իրականացվելու այս նախնական դատական նիստում։ Շատ լավ, ես ուրեմն դատարանության իշխանեմ այդ նիստի համասնակցել։ Խնդրեմ, իջեք։ Շարունակեք, պարոն Կիբիրյան։ Եվ տվյալ դեպքում իրավական հիմքը, ինչպես նշեցի, վկայակոչված է, այսինքն դատարանը, ով որ տվյալ դեպքում քննում է, ինքը պետք է դիտարկի որպես իրավասու, ինքը հանդիսանում է իրավասու մարմին, եւ տվյալ դեպքում հաշվի առնելով, որ պարոն Գևորգյանը ունի անձնախորհրդություն, ըստ այդ մեր միջնորդությունը վերաբերում է, որպեսզի դատարանը արձանագրի, որ ինքը հանդիսանում է այդ մարմին, այսինքն իրավասու մարմինը։ Հաջորդիվ ո՞րն եք ասում։ Հաջորդիվ հարցում եք։ Ես շարունակեմ։ Դուք մենակ իրավասու մարմնի մասով այդ հարցադրումը չուղեցիք։ Եվ նշեց, թե ինչ պրակտիկա կա Ինչ աշխարհում։ պրակտիկա կա աշխարհի հետ կապված։ Ես ճիշտ ասած չէի կարծում, որ մենք պետք է պարտադիր օրինակ մեջ բերենք այնպիսի մի հատ երկիր, որտեղ օրինակ անձի անձնախորհրդության իրանքը խախտվում է եւ օրինակ դրա վերաբերյալ կա օրինակ ինչ-որ պրակտիկա, այսինքն այսպես ասեմ, դուք որ ասում եք պրակտիկա պետք է լինի, իսկ պատկերացնենք օրինակ այս Ներողություն, ես չեմ ասում պետք է լինի։ Ես ասում դուք տեսել եք, ծանոթ եք, որ ձեր միջնորդության մեջ հողումներ եք կատարում եվրոպական դատարանի վճիռների, ենթադրվում է, որ այստեղ բոլինը մի հատ վճիռ կանել, ուղղակի նմանակ ծանոթ եք, թե սա դառնում է բացառիկ դեպք ու կարող է դրանից հետո դա վճռով չի լինում, դա մեկ, վճռով չի լինում, դատարանը որոշում է կայացնում այդ առումով, իմ գործընկերը նաև այդ առումով կշարունակի եւ կներկայացնի իր դիտարկումը։ Դե նայեք, որոշումը արձանագրելն է, դրանից հետո ստայնա լինելու։ Ըստ էս նորմի մեկնաբանությունից։
Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում այդ դատական ակտը պետք է լինի թղթային տարբերակով։ Նախ անձեռնմխելիության իրավասու դատարանի հետ կապված ասեմ։ Նկատում ունենալով այն հանգամանքը, որ անձեռնմխելիության հետ կապված տարբեր հարցեր են Հայաստանի Հանրապետությունում ծագել եւ տարբեր վարույթների շրջանակներում են ծագել, այնպես չի, որ միայն այս դատարանն է, որ իրավասու դատարան է։ Այս մասով իրավասու դատարանը, իրավասու մարմինը հանդիսանում է հենց այս դատարանը։ Մեկ այլ մասով էլ մյուս դատարանն է հանդիսանում, մեկ այլ մասով նախաքննական մարմնում կար խնդիրներ, այնտեղ ուրիշ դատարան է հանդիսանում։ Այսինքն կախված նրանից, թե կոնկրետ անձեռնմխելիության հետ կապված ինչ խնդիրներ են առաջանում, տարբեր խնդիրների լուծումները տրվում են տարբեր դատարանների, այսինքն տարբեր իրավասու մարմինների կողմից։ Ինչ վերաբերվում է ընդհանրապես պրակտիկային։ Ասեմ, որ նախ առաջ չգիտեինք, որ պետք է այդ ուսումնասիրենք այդ պրակտիկան, որովհետև այնքան բացահայտ իրողություն է այս հարցը, այսինքն սա կոնկրետ ուղեցույցի կոնկրետ հստակ պահանջն է, որը ներկայացված է արդենից մեր միջնորդության մեջ։ Եվ պարզ բաների վերաբերյալ չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա ներկայացնելու, բայց բացի դրանից, խոսենք նրանից, որ բացառիկ են դեպքերը, երբ որ այսպիսի անձեռնմխելիություն է խախտում։ Եվ պարոն Գևորգյանի անձեռնմխելիության խախտումը նաև բացառիկ է նրանով, որ պատմության մեջ նոր բանաձևեր են արդեն ստեղծվում, հենց պարոն Գևորգյանի անձեռնմխելիության խախտման պայմանավորված։ Այսինքն, չեն էլ պատկերացրել ԵԽԽՎ-ում, որ կարող է այսպիսի խախտումներ լինի, քանի որ մոնիտորինգի հանձնաժողովը եկել է եւ պարզել է, որ այսպիսի իրավիճակ կա, որոշել են, որ բոլոր երկրների համար հատուկ սահմանեն նորմեր, որպեսզի այլևս այդպիսի խախտումներ չլինեն։ Ներողություն, Տիկին Սահակյան, երբ որ դուք խոսեցիք այդ նոր բանաձևի մասին, դուք հավանաբար նկատում եք հոկտեմբերի 3-ի բանաձևը, որ նշում եք, որ պարոն Գևորգյանի նախաձեռնությամբ է իրական։ Ոչ, ամենևին, պարոն Գևորգյանի նախաձեռնությունը չի եղել, մոնիտորինգի հանձնաժողովը եկել է։ Չէ, որ նշեցիք պարոն Գևորգյանի հարցի հետ կապված է նոր բան։ Ասում, մոնիտորինգի հանձնաժողովը հատուկ պարոն Գևորգյանի անձեռնմխելիության խախտման հետ կապված է ձևավորվել եւ եկել էստեղ, այսինքն հատուկ զեկույցով է եկել Հայաստանի։ Շատ լավ, իսկ զեկույցում զեկույցից հետո զեկույցով նա առաջարկել է, որ նկատի ունենալով, որ չեմ պատկերացրել, որ այսպիսի խախտումներ կարող է լինի, կարծել է, որ անհրաժեշտ է, որ բոլոր երկրների համար կողմնորոշիչներ լրացուցիչ լինեն, եւ դա է եղել պատճառը, որ ծնվել է այդ բանաձևը։ Շատ լավ, իսկ մեր երկրի մասով հատուկ ընդգծում կա այդ բանաձևում։ Բանաձևերում երկրներ չեն գրվում։ Բանաձևերում գրվում են, որ այդ կոնկրետում նշվում է, թե ինչ պիտի անեն երկրները։ Զեկույցում է նշված, որ մեր երկիրը բնականաբար անձեռնմխելիությունը պարոն Գևորգյան խախտել է, ոչ միայն զեկույցում է նշված։ Բազմաթիվ նամակներ են ուղղվել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահների կողմից, որտեղ հստակ նշվել է, որ պարոն Գևորգյանի անձեռնմխելիությունը խախտվում է։ Հայաստանի Հանրապետություն։ Բայց այդպիսիք հիմա դուք այս գործի շրջանակներում չունեք ներկայացված այդ նամակներից։ Նամակներ, եթե ուզում եք, մենք կարող ենք ներկայացնել, թե ԵԽԽՎ նախագահը ինչ նամակներ է ուղղել ազգային ժողովի նախագահին, այդ ԵԽԽՎ նամակները եղել են պարոն Գևորգյանի տեղաշարժման ազատության հետ կապված, որի մի մասն էլ բացառապես տեղաշարժման ազատության հետ կապված են, Տիկին Սահակյան։ Շարունակում եմ ես։ Տեղաշարժման ազատության հետ կապված, որովհետև սեքտ համակարգում եղել են արգելանքներ, բացի դրանից նաև այդ հաշվի վրա արգելանքներ են եղել, որի մի մասն էլ հենց այս գործով պայմանավորված է եղել։ Ընդ որում, երբ որ իմ խոսքում նաև կհակադարձեմ կոլեգայիս, որ ասում է, որ մենք եկել ենք համաձայնություն ենք տվել եւ այլն, այդ մի կոլեգան միջնորդել է, որ այդ արգելանքը դրվի։ Այդ նույն դատախազությունն է միջնորդել, որ այդ արգելանքը դրվի։ Այս մասը մոռանում ենք, ինչ որ sense բա մենք եթե հանգարցակի պարոն Գևորգյանի անձեռնմխելիությունը ուզենային խախտենք, մենք մեր համաձայնությունը չէինք տա։ Եթե իրանք չուզենային խախտեն, իրանք չէին դիմի դատարան, այս հայցով չէին դիմի, բացի դրանից էլ նման հայցապահման միջոց կիրառելու միջնորդությամբ չէին դիմի, բայց հիմա ուրիշ է նաև պատասխանս։
անձեռնմխելիության խախտումները շարունակվում են, այդ անձեռնմխելիության խախտումները պայմանավորված են և քրեական գործերով, պատասխան մեղադրանքներով պայմանավորված, որի իրավունքը չունեն, և թե արդեն իսկ տարբեր քաղաքացիական հայցերի ներկայացմամբ, որոնց մի մասն էլ հիմա ձեր վարույթում է և սրանով է պայմանավորված, որ մենք գտնում ենք, որ դուք այս կոնկրետ, այս անձեռնմխելիության խախտման մասով դուք եք ազգային իրավասու։ Հաջորդ հարցը Ես խնդրեմ եմ միջնորդությունները, եթե պետք է միասին նայենք, մենք հայցի ապահովման միջնորդության մեջ չենք դրել գործում ապարսերի նկատմամբ կիրառել, ույս եթե եղել է, առարկել եք համաձայնվել եք այդ մասով, հետևապես դատողության մի քիչ դժվար պետք է համաձայնվել։ Ուղեցույցի մասով։ Ուղեցույցը Եվրոպայի խորհրդի որ մարմինն ընդունել է, ինչ իրավական ուժ ունի Հայաստանի Հանրապետության համար։ Պրոժան դատարան արդեն ամոթ եմ համարում ես հարցին պատասխանելուց, որովհետև չեմ պատասխանելու, որպեսզի մեր դատախազության վարկը չնսեմացնեն, որովհետև իրանք պետք է գնան, կարդան, տեսնեն ուղեցույցը ինչ կոնկրետ ուժ ունի Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա ոնց որ ասեմ, քաղաքացիական դատավարության ունես դիրքը ում վրա է տարածվում եւ այլն, ու մեկ էլ այդ հարցին ինչ որ կողմը պիտի պատասխանի։ Ինչ վերաբերվում է ձեր հակադարձման, նշանակելու որ բան լինի, եկեք այդ թեմայով չխոսանք, դա ինձ չի թվում, որ որոնք դուք միացեք ես թեմայով խոսամ, ինչի մասին։ Առհասարակ եմ ասում, դուք որ Ներողություն, բայց ես խոսում եմ։ Տիկին Սահակյան, հարցը տվեց, հարցը պատասխան։ Ես Խոսում եմ, այդպես հավասար կկանխեք։ Ես կկանխեմ, ես իմ պարտականությունները լավ գիտեմ, Տիկին Սահակյան, բայց դուք միջամտեցիք։ Պարոն Սահակյանի հարցը ընդամենը հետևյալն է. Ինչ նշանակություն ունի հիմա թե ինչպես կընկալեն դատախազության իրավասու մարմինների գնահատականը հանրությունը իմանալ կամ չիմանալու։ Թողեք դա հանրությանը, դուք պատասխանեք հարցին կամ եթե չեք ցանկանում մի պատասխանեք։ Ընդամենը պատասխանեք ինչ նշանակություն։ Արի դա ներողություն խնդրում եմ, ինչա նշանակում դատախազության վարկը նսեմացնել եւ այլն ինչ արտահայտություններ առհասարակ։ Պարոն Ազարյան, դրա համար ես արձագանքեցի Տիկին Սահակյանին։ Միջնորդություն աներկայացրել, ես իրավունքներ ցանկացած հարց տամ, միջնորդության հետ կապված։ Ինչ է նշանակում իրավասու մարմինները պիտի տեղյակ լինեն։ Այդ պարտականությունով է դրել մեր վրա։ Որտեղից գիտեք որ դա պարտականություն կամ մեր վրա։ Դիպլոմ ստանալուց պետք պարտականություն ունի։ Տիկին Սահակյան, Տիկին Սահակյան, պարոն Ազարյան, ավարտում եք։ Եթե երկուսի վերաբերմունքն է դատարանը կգնահատի որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ ու կպարզաբանի ձեզ արդեն սանկցիա կիրառելու հետևանքները։ Երկու կողմին էլ հորդորում եմ, զգույշ եղեք ձեր արտահայտություններում եւ Տիկին Սահակյան դուք եւ պարոն Ազարյան դուք։ Հարցը հնչեց, պարոն Ազարյանը ընդհանրապես հարց հնչեցրեց, թե որտեղ է պարտադիր կամ նշեք պարտադիր է կամ պարտադիր չէ Տիկին Սահակյան։ Թե ինչպես դատախազության վարկը կգնահատվի, դա ձեր մտքում գնահատեք։ Այս process շրջանակներում չշարունակեք։ Շարունակեք, որպեսզի միջնորդությունը դատարանը ավարտի ու անցնի որոշման կայացման։ Շարունակեցի։ Այո։ Հա։ Այո։ Հիմա ձեր տոնը փոխեք։ Իմ տոնը փոխված է Տիկին Սահակյան։ Փոխեք ուրեմն ձեր տոնը։ Ես ձեզ պարզաբանում եմ, եթե շարունակում եք նույն տոնով դատարանի հետ խոսել, դատարանը դա անհարգալից վերաբերմունք կգնահատի։ Ես ընդհանրապես շատ վատ տոնայնությամբ եք շարունակում։ Դուք։ Ես չէ դուք։ Դուք, այո։ Ես չէ դուք, Տիկին Սահակյան։ Պարզաբանվում է ձեզ սանկցիա կիրառելու հիմքերը եւ հետևանքները։ Դատարանը նման վարկագիծը գնահատելու է որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Շարունակեք հիմա։ Վարկագիծը պարզաբանեք, որ վարկագիծը։ Դատարանի հետ հավասար խոսելը, հակաճառելը եւ անհարգալից բարձր տոնով խոսելը, այդ թվում նաեւ դատախազության հասցեին նման վիրավորական արտահայտություններ օգտագործելը։ Դատարանի իրավունքն ի բարձր տոնով խոսանք։ Ես բարձր տոնով չեմ խոսում Տիկին Սահակյան, ես ընդհանրապես պարզաբանում եմ ձեր պարտականությունները։ Շարունակեք։ Ես մահարարություն եմ ներկայացնում ձեր գործողությունների հետ կապված։ Դուք Տիկին Սահակյան քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նման առարկություն ներկայացնելու հնարավորություն չունեն։ Ներկայացեք ձեր հայտարարությունը։ Ուրեմն առարկում եմ ձեր գործողությունների դեմ իմ հայտարարությամբ, հարգելի դատարան, որովհետև դուք ակնհայտորեն ցույց եք տալիս ձեր ակնհայտ բարեհաճ վերաբերմունքը կողմերից մեկի նկատմամբ։ Ուրեմն եւ ցանկացած դեպքում դատարանը շուռ է գալիս պատասխանող կողմին, մի րոպե, Տիկին Սահակյան, պարոն Կիվիրյան եւ այլն այն կողմի վրա մի հատ չի ասում, թե ներողություն չեք հավասար խոսում։ Ես պատասխանում եմ, հայց որ իմ հետ հավասար խոսում է, դուք պտտվում եք, ինձ սկսում եք ինչ-որ բաներ ասել։
Արենա հայցվոր կողմին ասեք, որ հայցվոր կողմ պատասխանը չի ավարտել։ Սպասեք, հավասար մի խոսեք։ Հիմա ինչ վերաբերում է ընդհանրապես դատարանի պահվածքին, հա? Ես պատասխանում եմ, դատարանը հավասար խոսում է իմ հետ, ես կանգնում եմ, հենց սկսում եմ խոսալ, նորից հավասար խոսում եմ, ու հետո ասում եմ, որ դատարանի հետ հավասար ես եմ խոսում։ Շատ լավ, Տիկին Սահակյան, ես ձեզ լսեցի։ Ավարտում եք, ես ձեզ լսեցի։ Այս դատականիստը եւ տեսանկարահանվում է եւ ձայնագրվում է։ Եվ հանուն արդարության ես պարոն Նազարյանին հետ համապատասխան դիտողությունը արեցի։ Ու չեք շարունակում այս թեման։ Իսկ ձեր դուք իմ գործողություններին գնահատական տալու իրավունք չունեք։ Իսկ ինչ վերաբերում է ձեր քիչ առաջ հայտարարությանը, դատարանը դա դիտարկում է ձեր որպես լսված լինելու իրավունքի իրացում դատական սանկցիա կիրառելու հիմքի եւ գործողության վերաբերյալ։ Հիմա շարունակեք, պատասխանում եք պարոն Նազարյանի հարցին։ Եթե չեք պատասխանում, պարոն Գիվիդյանը։ Ես պատասխանս արդեն տվեցի, ես կարծում եմ, որ նման գիտելիքները անհրաժեշտություն կա ստանալու այլ վայրերում եւ ոչ թե հարցադրումներով ստանալ պատասխաններ։ Շատ լավ, պարոն Նազարյան, ունեք այլ հարցեր։ Ես դեպի ես նաև մեր կողմից կոնկրետ տվյալ դեպքում մեջ բերվել են իրավական հիմքեր։ Իրավական հիմքերի վերաբերյալ այս կամ այն իրավական հիմքերի պարտադիրությանը, դրանց կիրառելությանը եւ այլն յուրաքանչյուր կողմի իր դիրքորոշումը որը կարող է։ Հիմա մոտավորապես հետեւյալ իրավիճակն է, ինչի համար իմ գործընկերը նաև այդ հարցը բարձրացնում, որովհետև նաև հաշվի առնելով, որ ինչպես դատարանը նաև մանրուշեց, դատական նիստը ձայնագրվում է, տեսանկարահանվում է, ստացվում է, որ տվյալ դեպքում միջազգային փաստաթղթի վերաբերյալ ներկայացուցիչը, որ հանդես է գալիս որպես տվյալ դեպքում գլխավոր դատախազություն, փորձում է պարզաբանում ստանալ, թե արդյոք այն պարտադիր բնույթ կրում է, թե ոչ։ Մոտավորապես պատկերացնենք, եթե ես հարց ուղեի, իսկ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կողմին օրինակ հարցը, կամ քաղաքացիական օրենսգիրքը կիրառելի է օրինակ այս հարաբերության նկատմամբ, թե ոչ։ Շատ լավ, պարոն Գիվիդյան, ներողություն եմ կրում, չէ, ներողություն եմ կրում, մի հստակեցում, օրինակ ԵԽԽՎ-ի քաղաքական բանաձևերը, արդյոք դրանք քաղաքական նշանակություն ունեցող են, թե պարտադիր իրավական հետևանքներ առաջացնում, այդ համատեքստում։ Մենք հիմա կարող ենք ասենք օրինակ խորանալ, սկսել օրինակ քննարկման առարկա դարձնել, թե օրինակ ժամանակին ինչ ասել, տարաբնույթ ասենք օրինակ տարաբնույթ անձինք օրինակ իրավական իրենց միտքը զարգացնելով, դա կլինի Օ'Կոննելը, Շվարցենբերգը եւ այլը, հասկանում եք, հիմա մենք կարծում եմ այդ տիրույթում քննարկման առարկա տեսական չդարձնենք։ Այնուամենայնիվ ուղղակի զուտ, որպեսզի միանշանակ այդ պատասխանը հնչի, ես նշեմ, որ այն իրավական հիմքը, որը որ մեր կողմից ներկայացված է, եւ ուրեմն այն ուղեցույցը, որը որ մեր կողմից նաեւ մատնանշված է, պարտադիր բնույթ է կրել։ Շատ լավ, պարզ է ձեր պատասխանը։ Հաջորդ հարցը պարոն Նազարյան։ Դիրքորոշումները կարտահայտեք, երբ որ հարց ու պատասխանը ավարտեք։ Հաջորդ հարցը ինչին է վերաբերում։ Իրականում հարգելի դատարան, ճշտեցինք առարկայի առաջին կետի նկատմամբ, որ իրավական նորմը կիրառելի, դա ուղեցույցն է, որը պարտադիր բնույթ է կրում, բայց չբացահայտվեց ըստ էության, դա վավերացված միջազգային պայմանագիր է, հաստատված միջազգային պայմանագիր է, խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։ Ցավոք ես ավարտել եմ 2015 թվականին, ու մեր ժամանակ դիպլոմները տալուստանց պարտականություն չունենք տարբեր փաստաթղթերի իրավաբանական ուժը իմանալու, Հայաստանի Հանրապետության տարածքում իմանալու պարտավորություն չունենք, դրա համար այս մասով նաև բաց մնաց այդ հանգամանքը։ Երկրորդ, ճանաչել Արմեն Գևորգյանի բացահայտ խորհրդարանական անձնամխելիությունը համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության, Եվրոպայի խորհրդի արտոնությունը եւ անձնամխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի եւ դրանից անձնագրության հիման վրա։ Հիմա պարոն Գիվիդյանը պատասխանում ասում է, սա ուղեցույցի հիման վրա է իրականացվում, բայց երկրորդ կետը Պարզվում է, որ Եվրոպայի խորհրդի կանոնադրության հիման վրա է իրականացվում։ Անձնամխելիությունը, պարոն Նազարյան։ Դուք արձանագրում եք, իա անձնամխելիություն չէ, ձեզ որպես իրավասու դատան եք ու բացատրած անձնամխելիություն ուղեցույցի հիման վրա, որը պարտադիր է։ Իմ կարծիքով դա պարտադիր չի, դա խորհրդատվական բնույթ է, ես դրան հետո կանդրադառնամ։ Բայց լավ, հիմա երրորդին է հարցը որն է, պարոն Գիվիդյանը։ Ասում եք, որ անձնամխելիության մասով մենք հարցը բարձրացրել ենք մենակ ուղեցույցի տիրույթում։ Չէ, Եվրոպայի խորհրդի կանոնադրության Հարցը մեր իրավական ես ժամանակ ուղղակի խնդրում եմ, որ յուրաքանչյուր անգամ հարգելի դատան ես չորրորդյան մեր կողմից ներկայացված միջնորդության իրավական հիմքերի վերաբերյալ նմանատիպ մեկնաբանություններ կողմը չկատարի։
մենք ամբողջ իրավական հենքը ներկայացել ենք, կողմը աղճակատված վիճակում է փորձում ներկայացնել։ Ես հիմա ստիպված եմ նոր յուրաքանչյուր անգամ վեր կենամ եւ ասեմ, որ դա այդպես չէ։ Տեսնենք ինչ հարց է տալիս, պարոն Ազարյան, հարց ունեք պարոն Գիվիդյանը։ Հարցը շատ նույն։ Կարճ թիվ ՀԿԴ 02-10-2020-ի քաղաքացիական գործի վարորդը։ Ուզում եմ հասկանալ մենակ այն միտքը, ենթադրենք ինչ ուղեցույցը պարտադիր է, սա արձանագրվեց, որոշում եկավ։ Հիմա մյուս երեք պատասխանատների մասով ո՞նց է սա անդրադառնալու։ Պարոն Ազարյան, ձեզ պարզաբանվում է, որ նախորդ դատական նիստում քննարկվել է այդ հարցը եւ պարոն Գիվիդյանը նշել է, որ բացառապես գործի վարույթի կարճում հայցում է պարոն Արմեն Գևորգյանի մասով։ Այդ հարցը անցանք, հաջորդ հարցը։ Մի հարցը Տիկին Սահակյանի, Կարամոտ Տիկին Սահակյանն է նախորդ դատական նիստերում պնդում, որ վստահորդի նկատմամբ որևէ նույնիսկ հայց չպիտի ներկայացվեր։ Կարծես թե դա բխում է ձեր միջնորդության 3-րդ էջից, գլխավոր համաձայնագրի 15-րդ հոդվածից, խորհրդակցական վեհաժողովի նստաշրջանների ընթացքում խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչները եւ նրանց փոխարինողները լինեն խորհրդարանական թե ոչ, իրենց գոյության տարածքում օգտվում են իրենց երկրի խորհրդարանական անդամների անձեռնամխելիությունից, այլ անդամապետություններում անձեռնամխելիությունից կանանքի կամ դատական հետապնդման այլ միջոցներից։ Սա է իրավական հիմքը, որը նշում է թե չէ։ Պատվարժան դատարան, որպես հիմա անձեռնամխելիության բոլոր ինչպես են արտահայտում անձեռնամխելիությունը եւ կոնկրետ որ նորմը ինչին է վերաբերվում, հիմա այստեղ դասախոսության տեսք չունենա, ես ուղղակի իմ պատասխանում այսպես ասեմ։ Ոչ, դա ուրիշ անձեռնամխելիության հարց է, կոնկրետ մեր միջնորդության մեջ մանրամասն շարադրված է, թե մենք ինչ նկատի ունենք։ Ես էլ միջնորդություն եմ կատարում։ Այլ կողմներ։ Պատասխանեց Տիկին Սահակյանը։ Շատ լավ։ Դե պատասխանը նշեց, որ մեր միջնորդությունում կա այլ բան չի պատասխանում։ Ինչի համար է կատարել։ Հարգելի դատարան, ներողություն եք։ Ուրեմն նախ եւ առաջ լավ կլինի, որ ներկայացուցիչը պատրաստված գա դատական նիստերին։ Պատրաստված գալը նշանակում է նաև այն դատական նիստին, որ դու չես ներկայացել, նաև բարեհաճ ես վերցնել դատական նիստը, լսես, իմանաս ինչ է կատարվել, ինչ են մարդիկ խոսացել, հիմա մենք չենք գալու դատախազության ամեն մի ներկայացուցիչ, որ գա, այս դատախազության ներկայացուցիչներին անընդհատ կարա փոխի եւ ամեն մի ներկայացուցիչ կարա ամեն մի օր գա նստի այստեղ, ամեն ներկայացուցիչի համար նորից կրկնենք այն ժամերով տևած դատական նիստը։ Մենք այդ դատական նիստի ընթացքում մանրամասն ներկայացրել ենք, թե ինչի նկատի ունենք, մանրամասն ներկայացված է միջնորդության մեջ անձեռնմխելիության տարբեր դրսևորումներն է նաև ներկայացված, որովհետև անձեռնմխելիությունը կարա հաղթվի տարբեր դրսևորումներով եւ տարբեր, այսպես ասած, անձեռնմխելիություններ գոյություն ունեն, որոնք ներկայացված են կոնկրետ միջնորդության մեջ։ Պատասխանը միջնորդության մեջ է։ Շատ լավ։ Այդ հարցեր ունեք, պարոն։ Շատ լավ։ Շատ լավ։ Ես նշեմ նաև, Պատասխանեք։ Կարևորում եմ, քանի որ այստեղ ուղղակիորեն նշված է, որ ուղեցույցի մասնավորապես օրինակ նույն B-գլխի 22-րդ կետի համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից որոշված նախադեպերից բացի մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կոնկրետ մենք նշել ենք մեր միջնորդության մեջ նախադեպային իրավունքով սահմանված որոշ սկզբունքներ նույնպես կարող են ենթադրել, որ որոշ դեպքերում 15-րդ հոդվածում գետում նշված հետապնդումը կարող է մեկնաբանվել այնպես, որ ընդգրկի քաղաքացիական վարույթները, բացի այդ նաև կոնկրետ մատնանշել ենք 16-3 կետը, որտեղ ասում է, որ ինքը կիրառել է քրեական, քաղաքացիական եւ վարչական նաև գործերով։ Մենք իրապես բավականին ծավալուն քննարկում ենք ունեցել նախորդ դատական նիստի ընթացքում եւ այս առումով դատարանը բազմաթիվ հարցեր է ուղղել եւ միգուցե նաեւ իրապես ծանոթանալով նախորդ դատական նիստի ընթացքում կատարված քննարկումներին ձեր համար ավելի քան պարզ կլինի եւ այս հարցադրումները ձեր կողմից չեն հնչի։ Շնորհակալություն, պարոն Գիվիդյան։ Այլ դատարան կնշել սկզբից 20-ականային նշել, որ այնուամենայնիվ ի պատրաստվածություն լինելու վերաբերյալ դատողությունները Տիկին Սահակյանը չի բնավ են մարդը, որ կարող է իրականացնել եւ կարծես թե այդ չափանիշները, որ ինքը տրվեց, դա միայն իր սուբյեկտիվ կկալուներ, այնուամենայնիվ հարցերին կարծես թե դուք չեք պատասխանում, հետեւաբար պատրաստվածության վերաբերյալ գնահատական, եթե իրավունքներից են խոսում կողմի իրավունք ունի, կարծում եմ դուք չունեք այդ իրավունքը, կարծում եմ կողմի
պատրաստվածությունը դատարանի մենակ մեկնաբանման գնահատման տիրությունը գտնող, հետևաբար այս մասով կարծում որ իրավունքների մասով դեռևս որպես կողմի դուք դեռևս պետք է ծանոթանաք ձեր իրավունքներին։ Բան չունեք ասելու դուք Արին դատան ոչինչ չունեք ասելու։ Չունեմ ասելու Տիկին Սահակյան, որովհետև դուք ինքներդ գնահատական տվեցիք պարոն Ազարյանի պատրաստվածությանը։ Պարոն Ազարյանն էլ իրավունք ունի հակադարձելու։ Այո, դուք առաջ քաշեցիք պարոն Ազարյանը պատրաստել, այսինքն դատական լիստին ծանոթանալ, որի պատասխաններ ինչ մասն եք խոսում։ Ես չկաննեցի ասացի, որ երբ դուք ասում եք, որ 14 թվին եք ավարտել, ես էլ 96 թվին եմ ավարտել։ Ու չասեցի, որ գիտեք ինչ կա, դրա համար վերապատրաստում եւ գիրք կարդալատեք։ Չասեցի նման բաներ։ Ես ասի դատական նիստին պետք է պատրաստված ծանոթ լինելով դատական նիստին, որպեսզի հետո մենք նորից գործընթացը չկրկնենք։ Պարոն Ազարյանը ձեզ հակադարձել զգում թե կաշկանդվում եք Ես որևէ կաշկանդվածություն չունեմ ոչ ձեզ, ոչ էլ պարոն Ազարյանին որևիցե ձևով հակադարձելու Տիկին Սահակյան։ Տեսանելի է արդարադատությունը, թե բոլորի նկատմամբ ինչ վերաբերմունք է։ Պարոն Ազարյան, շարունակեք առարկայական ներկայացնել։ Այո, եթե դուք պարոն Ազարյանի պատրաստվածության մասին խոսեցիք, պարոն Ազարյանը որպես հակապաստար կարող էր ներկայացնել իր դիրքորոշումը։ Դատարանը ինքը պարտավոր է դա անել։ Դատարանը պետք է դատական նիստին պատրաստված եք։ Դատական նիստին դատարանը պետք է ասել, որ պետք է ծանոթ լինեք եւ այնտեղ հնչել են այս ամբողջը։ Շատ լավ, Տիկին Սահակյան, ես պարտավորեցնելու պարտականություն ունեմ որևէ կողմի, որպեսզի դատական նիստի արձանագրություն վերցնի, ծանոթանա արձանագրությունը եւ ներկայանա։ Ոչ, այդ դեպքում ես հորդորելու պարտականություն չունեմ։ Ես նման պարտականություն չունեմ, ես շատ լավ գիտեմ իմ իրավունքներն ու պարտականությունները։ Նստեք պարոն Կիվիրյան, շարունակեք պարոն Ազարյան առարկայական դիրքորոշման ներկայացումը։ Այստեղ ուղղակի կարողանում եմ գիտեք այն, եւ որ ներկայացուցիչը ասում է գիտեք ինչ այստեղ իրավունքներին ծանոթացնելու անհրաժեշտություն կա մյուս ներկայացուցիչին։ Ես իրապես գտնում եմ, որ դատարանը այդ առումով անմիջապես պետք է ինչ-որ ձևով հակադարձի, ինչ-որ ձևով կասեցնի նմանատիպ արտահայտությունների կատարմանը, որովհետեւ եթե իմ գործընկերոջ ասածը վերաբերում է նրան, որ այս բոլոր հարցերի պատասխանները կամ այս բոլոր քննարկումները, որոնք կան նախորդ դատական նիստի ընթացքում արդեն իսկ քննարկման առարկա են դարձվել, էությունը եւ իմաստը դա է այդ խոսքի ներկայացման։ Ուրեմն ներկայացուցիչը ուղղակիորեն տվյալ դեպքում անձին վիրավորական արտահայտություններ է ուղղում եւ որ ինքը ասում է, որ գիտեք ինչ կա անհրաժեշտություն, որպեսզի օրինակ ինքը ծանոթանա իր իրավունքներին։ Այսինքն դրանով ինքը ուզում է ասել, որ ինքը ծանոթ չէ օրինակ իր Ինչ անթույլատրելի է հարգելի դատարանը, ես խնդրում եմ, որ դատարանը այդ առումով միջամտի։ Ես չգիտեմ ինչի համար ուրեմն ներկայացուցիչը այստեղ ինչ անձնավորված ոնց որ մտել այս գործընթացի մեջ, չեմ հասկանում ճիշտ ասած այդ անձնավորված մոտեցումը, այստեղ եթե որևէ սուբյեկտ կա, որ կարող է այդ առումով իր վրդովմունքը արտահայտել, դա կարծում եմ բացառապես պատասխանողներն են, եւ ինչ նաեւ մենք արտահայտում ենք, որովհետեւ նմանատիպ իրավական հենք չունեցող հայցերով տեղի ունենում միջամտություն անձի թե անձեռնխելիության իրավունքին, թե ընդհանուր առմամբ իր որպես անձի հազար եւ այլ նաեւ գործողությունների կատարումներին, որովհետեւ ուրեմն ինչպես բազմիցս նշել ենք հարգելի դատարան, այս գործով նույնպես 4-րդ անգամ անխտիր դատախազությունը միջնորդություն է ներկայացել անհիմն մեր որակմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու եւ դատարանը կիրառել։ Շատ լավ, պարոն Կիվիրյան, դուք դա ասում եք ամեն դատական նիստին եւ դրա շուրջ արդեն որոշումներ կան։ Հիմա թույլ տվեք, թող դատախազը ավարտի իր դիրքորոշման ներկայացումը, որպեսզի դատարանը կարողանա որոշում կայացնի։ Պարոն Ազարյան, ձեզ հորդորում պարզաբանվում է, զերծ մնացեք անձնական բնույթի որակավորումներից, Տիկին Սահակյանին էլ է նույն պահանջը ներկայացվում։ Բացառապես խոսում եք մասնագիտական քննարկման հարթության դաշտում։ Ոչ ոք, ոչ ձեր պատրաստվածությունն է կասկածի տակ դնում, ոչ էլ Տիկին Սահակյանի։ Շարունակեք։ Հարգելի դատարան, ներկայացված միջնորդության վերաբերյալ, որը նշված է 2028 թվականին եւ երեք պահանջ ներկայացված Կիվիրյանի կողմից ամբողջությամբ առարկում է։ Բանավոր եք առարկում, պարոն Ազարյան։ Ամբողջ միջնորդությունը վերաբերում է կարծիքի ազատ արտահայտման խոսքի իրավունքի սահմանափակմանը եւ այդ անձեռնխելիությունը ամբողջությամբ կառուցված է այդ համատեքստում։ Նշել նաեւ, որ միջնորդությունը աշխարհի ընկնում տարբեր փաստաթղթերով, երբեմն բանաձևեր, երբեմն ուղեցույցներ։ Այս կապակցությամբ նաեւ Եվրոպայի խորհրդի կամավորությունը կայացնում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի մարմիններն են նախարարների կոմիտե խորհրդակցական վերաժողով, որը հետագայում վերանորոգվել է խորհրդարանական վերաժողով։
Տեսեք, նույն հոդվածը, կառավարության 18-րդ հոդվածը ասում է, որ նպատակահարմարության դեպքում նախարարների կոմիտեն կարող է ձևավորել խորհրդատվական եւ տեխնիկական հանձնաժողովներ եւ կոմիտեներ։ Այստեղ մենք ունենք տարբեր կոմիտեների կողմից որոշակի բանաձևեր, զեկույցներ, ուղեցույցներ եւ այլն։ Հիմա եթե այն հանգամանք ենք վերցնում, որ բանաձևերը, ուղեցույցները կամ նմանատիպ այլ փաստաթղթերը դրանք պարտադիր են Հայաստանի Հանրապետության համար, դրա համար պետք է օգտվել մասնավորապես միջազգային պայմանագրերի մասին օրենքից։ Միջազգային պայմանագրերի մասին օրենքը սահմանում է ինչ է միջազգային պայմանագիրը, ըստ որի նաև միջազգային պայմանագրի վավերացման կարգ է, որոնք ներկայացուցիչները չբացահայտեցին սա վավերացված միջազգային պայմանագիր է, թե հաստատված միջազգային պայմանագիր, սրանց մեջ էական տարբերություն կա սահմանության 5-րդ հոդվածի համատեքստում։ Երկրորդ, միջազգային պայմանագրերի մասին օրենքը հստակ ընթացակարգ է սահմանում, թե ինչպես դա պետք է դառնա օրենսդրության բաղկացուցիչ մաս։ Դա վերապահված է եւ կառավարությանը, եւ ազգային ժողովին, եւ սահմանադրական դատարանը։ Ընդ որում, սրանց մի մասն է իրենց ձեռքին, ոչ միայն անվերապահորեն, եթե համապատասխանում է ցանկությունը պետք է վավերացնել, այլ նաև կարող է վերապահումով վավերացնել։ Այս հարցերի պատասխանը բացվում է։ Իմ խորհուրդ համոզված Եվրոպայի խորհրդի կամավորությունը եւ ուսումնասիրումը, ինչպես նաև ներբետական օրենսդրությունը, ինչպիսին է միջազգային պայմանագրերի օրենքը, սահմանադրական դատարանի մասի սահմանադրական օրենքը եւ այլն, տեսնում ենք, որ միջազգային պայմանագրերը դրանք բաղ ընթացակարգ են։ Այո, դրանք պարտադիր են Հայաստանի Հանրապետության համար, բայց ուղեցույցը արդյոք ինքնին կարող է խորհրդատվական գործի փաստաթուղթը, որը չի անցել այդ համապատասխան պրոցեսները, պարտադիրություն ունենա։ Սա ընդհանուր իրավական նորմերի տեսանկյունից։ Երկրորդը խոսքի իրավունքի սահմանափակման եւ կարծիքի ազատ արտահայտման համատեքստում։ Ինչպես նաեւ ամբողջ եսի 4-րդ նիստը եւ մասնակցության երրորդը մենք քննարկել ենք այս հանգամանքը։ Նույնիսկ ներկայացուցիչները առաջին նիստից նշում են, եթե չեմ սխալ, պարոն Կիվյանն ասում է, ես առաջին նիստից մինչև վերջին նիստը ասել եմ, որ սա քաղաքական հետապնդում է։ Տեսեք, նույն միջնորդության մեջ, որտեղ որ ներկայացված են, երկրորդ էջ գրած է, հարկ է նշել, որ քաղաքական հետապնդում է համարվում այն իրավիճակը, երբ տարբեր արհեստացին իրավական միջոցներով փորձ է կատարվում ճնշել ընդդիմադիր գործչին, նրա քաղաքական հայացքների ակտիվ գործունեության եւ ձևավորած համոզմունքների համար։ Այսինքն նման միջոցներն ակնհայտորեն պայմանավորված չեն իրավական անհրաժեշտությամբ, այլ բացառապես ունեն քաղաքական հետապնդման միտում։ Ես չգիտեմ ներկայացուցիչները սահմանում են արևորը միջազգային փաստաթղթից թե իրենց սահմանումներ այդ նոմինալի, բայց եւ այնպես եթե նույնիսկ առաջնորդվենք այս համատեքստում, մեր ամբողջ գործողությունները հայց հարուցելուց հետո եւ նիստերը նշանակվել են, մեր գործողությունները շատ հստակ արձանագրել են, որ մենք պատգամավորական գործունեության խոսքի իրավունքի սահմանափակման հետ որևէ խնդիր չունենք։ Կարող են բազատորեն գնել գործողման հաշիվը չարակեցի բացվեց։ Դրանից հետո վերվեց ամբողջապես վերացնելու, դա ամբողջապես վերացնելու հաշվի առնելու դատական ակտի հետագա կատարածվելու հանգամանքը նաև ռիսկի զսպման մեխանիզմը առարկեցին, բայց եւ այնպես խոսքի իրավունքի հետ կապված որևէ խնդիր մենք չենք տեսել։ Դեռ ասեմ ավելի, ամենայն հարգանքով խնդրում եմ ոչ թե դատարանը այդպես գնահատիվոց ոչ ներկայացուցիչները, Սահմանության 176-րդ հոդվածը դատախազության համար բավականին մեծ լիազորություններ է սահմանել։ Դրանք ծանրակշիռ են, ամենօրյա աշխատանքում պահանջում։ Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազությունը շատ ավելի կարևոր գործով զբաղված է լիազորություն իրականացնելուց, քան որևէ քաղաքական պաշտոնյայի ելույթ լսելուց։ Իսկ ինչ որ վերաբերում է այն հանգամանքին, որ պարոն Կիվյանը նշում էր ապրիլ ամսվա դեպքերին, ապրիլ ամսվա դեպքերը ես ձեզ եկմասով արձանագրում եմ ներկայացել Հարավի դատարան, խնդրում դա հիմք ընդունեք, քանի որ հենց օրենսդրական մակարդակով էլ ամրագրված է ուսումնասիրություններ կատարում են, ոչ մի ժամկետում են ուսումնասիրություններ կատարում, որպես հետո ժամկետների հետ խնդիր չունենան։ Ինչ վերաբերում է առարկային մասով, միջնորդությունը ունի առարկա, որ դատարանը պետք է արձանագրի, որպես իրավասու դատարան լինել է։ Հիմա այսպեսի մի հանգամանք նշեմ, եթե ենթադրենք դատարանը արձանագրում է, պարզվեց, որ ներկայացուցիչներն են կողմեն են մոտեցման, որ թղթային տարբերակով լինի։ Եթե հետագայում իրենց վստահորդը չիրականացնի իր գործունեությունը, այս անձնամխելիությունը կարգավիճակով պայմանավորված է տրված։ Հիմա հետագայում ընթացակարգը ոնց անելու, ով է դիմելու դատարան այդ որոշման հետ կապված հարցությունների համար, թե մշտական բնույթ է կրելու, այսինքն անժամկետ է, պարոն Սահակյան, ըստ միջնորդության ու կարգավորումների եւ անդամինը Պարոն Կիվյան, թող եք ավարտեք պարոն Ազարյան։ Որ իրավական տեսանկյունից որևէ ձեռք չի տեղում։ Պարոն Կիվյան, նստեք, պարոն Ազարյանը կշարունակի, ձեզ վերջնական ամփոփիչ ելույթի հնարավորություն կտրվի։ Դուք կարծեմ տեղյակ չեք թե որոշումը ինչպես եք պատկերացնում, ասեցիք կարծում եմ որ պետք է լինի թղթային։ Ձեր վերած միջնորդությունը կարծում դուք առաջին հերթին տեղյակ լինի։
Շատ լավ։ Միջնորդության կապակցությամբ Պարոն Կիվիդյան, միջնորդության կապակցությամբ թե ինչպիսի ակտի տեսքով կկայացնի դատարանը իր դատական ակտը, դա միայն ես եմ որոշում, պարոն Նազարյան, պարոն Կիվիդյան։ Իսկ դուք շարունակեք, պարոն Նազարյան, ավարտեք։ Շատ լավ, պարոն Նազարյան։ Ու բացի դրանից հարաբերական դատարանը խնդրում է ամբողջ գործը, ես ինչի քաղաքագիտական մասով այսպիսի դիտորդություն ներկայացնել, որովհետև ես չեմ պատրաստվում հաջորդի դատականիստին քաղաքագիտական մասով դատողություններ իրականացնել։ Խնդրում եմ ուսումնի ներկայացված միջնորդությունը ներկայացած դիտորդությունների համատեքստում, որպեսզի եղել է ապրիլ ամսվա դատախազության գործունեությունը, որևէ ալտаж չի ունեցել իրենց վստահողի գործունեության հետ կապված։ Դրա նախորդող ժամանակահատվածում քրեական գործի շրջանակում քննվող գործի հաշվառման արդյունքում, ինչպես նաև խոսքի իրավունքի սահմանափակման վերաբերյալ մեր վարքագիծը առաջին նախնական դատական նիստի ընթացքում խնդրում եմ այս ամբողջությամբ հաշվառման արդյունքում, ինչպես նաև այն հանգամանքը, որ միջնորդությամբ ներկայացված իրավական նորմերը ըստ էության Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը հանենք, մնացածը իրավական ուժգստեղության որևէ բանաձև ուղեցույց պարտադիր չի Հայաստանի Հանրապետության նկատմամբ ու պարտադիր կատարման ենթակա չի, այս ամբողջի հաշվառման խնդրում եմ վերջերտ ներկայացված միջնորդությունը։ Պարզ է, պարոն Նազարյան, ունեք դիրքորոշում, թե դատարանը համարի ավարտված միջնորդության քննարկումը։ Խնդրեմ, պարոն Կիվիդյան։ Հետևալից, եւ որ օրինակ կողմը ինձ հարց ուղղում, ասում են ձեր կարծիքով դատարանի որոշումը ինչ եղանակով պետք է թղթային թե արձանագրել, ես ասում եմ իմ կարծիքով թղթային ինչ է դա նշանակում։ Ուզում եմ հասկանալ պարոն Նազարյան, ինչ է դա նշանակում։ Որ ես ասել եմ, որ արձանագրել պետք է, որ բանավակ որոշում պետք է։ Եթե դուք վստահաբար կներիք, իմանայիք, որ վստահ պիտի թղթային ներիք, ասեք թղթային, որովհետև կարծում եմ, այսինքն կան դրա շուրջ կասկած։ Այսինքն դա իմ կարծիքն է։ Շատ լավ, դա միջնորդության լուծման համար ինչ Չէ, որ ինձ հետաքրքիր է, որ ես օրինակ այն դիրքորոշում ունեմ, որ այդ որոշումը դատարանը պետք է կայացնի օրինակ արձանագրային կամ բանավոր։ Մանավանդ եւ որ խոսքը վերաբերում այն հանգամանքին, այսինքն մեր միջնորդությունը մի քանի հանգամանքներից է բաղկացած։ Դուք եւ որ նշեցիք կոնկրետացված, հա, իրավասու դատարան ճանաչելու հետ կապված։ Ես ասի, որ իրավասու դատարան ճանաչելու հետ կապված կարծում եմ, որ այո, դատարանը պետք է գրավոր, ուրեմն այսինքն թղթային տարբերակով որոշում կայացնի։ Բայց եթե դուք մեր ընդհանուր միջնորդությունը այսպես թե այնպես գրավոր պետք է լինի, որտեղ մենք նաև կարճման վերաբերյալ ուրեմն միջնորդություն ենք ներկայացրել, այսինքն մեր միջնորդության եզրահանգումը դա նաև գործի վարույթի կարճումն է։ Ավելի քան ակնհայտ է, ես չհասկացա, թե այդ ինչով ես օրինակ այնպիսի մի հատ դիրքորոշում արտահայտեցի, որը օրինակ չտեղավորվեց քաղաքացիական դատավարության նզուկի դրույթներում։ Բացի, իմ մոտ հարցից է։ Եվրոպական դատարանի կողմից արտահայտած դիրքորոշումը վիճակների տեսքով պարտադիր են Հայաստանի համար, թե ոչ։ Ինձ է կարծում։ Այո, ձեզ եմ կարծում։ Որտեղ դուք ձեր խոսքում դա եք ասում, որ միջազգային պայմանագիր պետք է լինի, որ պարտադիր լինի։ Վավերացում, ընդհանցակարգ եւ այլն։ Ես իհարկե Բայց պարոն Կիվիդյան, ներողություն, պարոն Նազարյան իր խոսքը բացառապես վերաբերում էր բանաձևերին ու ուղեցույցներին։ Ոչ, ասում էր, որ տվյալ դեպքում մենակ միջազգային պայմանագիր պետք է լինի, որ այն պարտադիր լինի Հայաստանի համար։ Ես հիմա ուզում հասկանալ։ Ճշտեք, պարոն Նազարյան։ Պարոն Կիվիդյան, ես իհարկե չեմ ցանկանա ձեզ պատասխանել, ոնց որ Տիկին Սահակյանը պատասխան, որ գնացեք վերապատրաստման կարդացեք, բայց Պարոն Նազարյան։ Դե նման վերաբերում Պարոն Նազարյան։ Կարծում եմ, որ ձեր Հորդորենցի չէ, ձեզ դատական նիստը թողեք բնականon հունով ընթանա, ի վերջո այս հարցի կապակցությամբ դատարանը անցնի դատական ակտի կայացման։ Ներողություն, ես հասկացա, որ հարցադրում չունեմ, որովհետև ինչ հարցը տալու եմ պոլեմիկայի մեջ եմ մտնում ներկայացուցիչ, ես միանգամից իմ դիրքորոշումը արտահայտեմ, ես ցանկություն չունեմ նման դիրքորոշումներից։ Հավելյալ ինչ-որ դիրքորոշում ունեք, որովհետև պարոն Կիվիդյան, ես մանրամասն ձեր դիրքորոշումը նախորդ դատական նիստի ընթացքում լսել եմ, կա հավելյալ ավելացնելու բան։ Որ թեկուզ իրավունքի տեսական առումով, եթե մենք քննարկման հավաքածացնենք, պարտադիր չի, որ միջազգային փաստաթուղթը անցնի վավերացման ինչ-որ մի հատ գործընթաց, որպեսզի ինքը օրինակ պարտադիր լինի, այսինքն ինքնին տեսականորեն զուտ, այսպես ասեմ, դոկտրինալ իմաստով կարող է լինի այնպիսի փաստաթուղթ, որը ընդունվել է արդեն իսկ օրինակ միջազգային պայմանագրի հիման վրա, որը որ ունենա պարտադիր բնույթ, այսինքն եւ ինքը չանցնի այն խողովակով, որը որ կա, հա, վավերացում, բան եւ այլ առանձին ինչ-որ եղանակով։ Ես նշեմ, որ տվյալ դեպքում դրա համար նաեւ օրինակ նույն, եթե չեմ սխալվում, համալսարանական այդ գիտելիքներս եթե թարմացնեմ Օկոնելի, Շվարցենբերգի, Ջենինգսի այդ ժամանակ այդ գրականությունը ներգործի չափով կարդում եւ այնտեղ հենց այդ տեսական հատվածը նաեւ կար։
Եվ ես նաև նշեմ հարգելի դատարան հետևյալը, որ այնուամենայնիվ ես նշեցի, որ այդ միջազգային փաստաթուղթը, ես այդպես եմ ինքնորոշում, ինքը պարտադիր բնույթ ունի եւ հակառակ բարակայում, այսպես ասեմ, ինքը ընդունվել է կոնկրետ այդ ուղեցույցը նաև իցույց դնելու, թե ինչպես պետք է ուրեմն կատարվեն մեկնաբանությունները եւ նաև ընթացակարգերը, ինչպես պետք է ապահովվեն։ Ֆոնը նաև այստեղ որոշակի նշումներ կատարեց, ուրեմն քաղաքական հետապնդման եւ այլն, որ այստեղ չկա քաղաքական հետապնդում, ես այո, ինչպես նաև նախորդի դատականիստ ընթացքում նշել էի, այլ շարունակելու եմ ասել, որովհետեւ իրակպես այս հայցը, այս գործը, որը որևէ հենք չունի, ուրեմն ընդունված օրենքը, որը ընդունվել է որպես աջակցություն եւ այն, որ հիմա փորձում են դատարանին ներկայացնել, որ եղել է վնասի հատուցում կամ վնասի հատուցման հարց է եւ դրանով փորձել են, այսպես ասեմ, ներկայացնել մի հատ ինչ-որ հայցադիմում դատարանին այն պայմաններում, երբ ունեին նույնիսկ ֆինանսների նախարարության կողմից հստակ դիրքորոշում, որ իրավական նմանատիպ հայցի ներկայացումը ուղղակիորեն անհնարին է, այնուամենայնիվ ներկայացել են հայց, ես դա չեմ կարող չորակել որպես քաղաքական հետապնդում, որտեղ դրան է նպատակը միայն դա է։ Ուրեմն ինչ վերաբերում է կողմի դիտարկմանը, որ դրա դեպքում գիտեք ինչ մենք հայցը ներկայացել ենք, որովհետև պահանջության խնդիր այստեղ կա, հարգելի դատարան, այս հայցը արդեն իսկ ներկայացվել է հայցային պահանջության ժամկետների խախտմամբ, դրա վերաբերյալ հաջորդի մեր դիտարկումները մենք կներկայացնենք եւ կողմը նույնիսկ չբացահայտեց, թե տվյալ դեպքում այդ ինչ վաղեմություն էր, օրինակ եմ ասում, որը որ լրանում էր, որի պարագայում իրենք ապրիլ ամսին, այսինքն եւ պարոն Գևորգյանը ապրիլի 9-ին հայտարարություն է կատարում ԵԽԽՎ-ում, իրենք որոշել են ապրիլի արդեն 11-ին ինչ-որ գործողություններ սկսել դրանից հետո եւ միայն դրանից հետո եթե չեմ սխալվում արդեն օգոստոս ամսին նոր ներկայացնում են հայց։ Բայց ինչ վաղամության հարց է, բայց վաղամության խնդիր ունենք, բայց չէ՞ ապրիլ ամսին ձեռնամուխ չէին լինում կամ դրանից առաջ ձեռնամուխ չէին լինում այդ գործողությունների կատարմանը։ Ինչու հենց դա դատարանը հարգելի դատարան կարծում եմ այդ հարցադրումը որ ուղեց կողմին չստացավ վերջնական պատասխան, մենք էլ չստացանք։ Ավարտեցիք պարոն Կիվիդյան։ Ուրեմն կարճման հետ կապված եւ այլը ես նշեմ, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ինքը իրապես հարգելի դատարան ոչ թե ուղղված է եւ միտված է եւ ընդհանրապես ցանկացած օրենսդրություն ինքը ոչ թե ուղղված է որպեսզի իմ իրավունքը սահմանափակի, այլ ինքը ուղղված է եւ ընդունված է նրա համար, որպեսզի հնարավորություն տա լիարժեք իրացնել այն իրավունքը, որը որ կողմում ունի։ Եվ դրա դեպքում օրենսդիրայտում նաեւ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նաեւ սահմանել է կարճման տարաբնույթ հիմքեր։ Տարաբնույթ մենք նախորդ դատականիստի ընթացքում նաև քննարկման առարկա դարձեցին դրա առաջին մասը, երկրորդը օրենքով նախատեսված այլ դեպքերը եւ այլ։ Եթե կա տվյալ դեպքում արգելք գործի քննության վերաբերյալ, ինչը նաև մենք մեր միջնորդության մեջ մատնանշել ենք, ապա տվյալ դեպքում քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ոչ այն ինչքան նախատեսում է իրապես կարճման այդ հնարավորությունը, ինչը հնարավոր է իրականացնել։ Մնացած հարցերի հետ կապված ես ուղղակի ուզեցի հասկանալ նաև ավելի առարկայական կողմի ինչ առարկություններ է ներկայացնում, բայց ավելի առարկայական ոնց որ այն նշումները, որը որ կատարել եմ իմ մոտ, ես չհանդիպեցի։ Հիմնականը դա էր, այսինքն կողմը նշում է, որ այստեղ քաղաքական ինչ-որ հետապնդում չկա, ըստ իրեն, եւ որ տվյալ դեպքում օրենսդիրը չի տալիս հնարավորություն, եւ որ այս ուղեցույցը, որ մեր կողմից նաև վկայակոչվում է, որ այն չի հանդիսանում միջազգային ուրեմն փաստաթուղթ, միջազգային պայմանագիր եւ ըստ այդմ ուրեմն կիրառելի չի որևէ եղանակով։ Հետաքրքիր է իրական դատախազության մոտեցումը, կարևոր է ես արձանագրեցի։ Եվ հետագայում նաև իրավական այդ արձանագրումը կա, որ դատախազությունը ունի կարծիք առ այն, որ տվյալ դեպքում այն իրավական հիմքերը, այդ թվում նաև գայդլայնսը, որ մեր կողմից կարգավորվել է, ինքը որևէ բնույթ չունի, այսինքն Հայաստանի համար ինքը որևէ նշանակություն չունի ըստ դատախազության։ Շատ լավ։ Պարոն Ազարյան, մեկ անգամ եւս բարձրացնեք հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը, որ պայից սկսած եք Օրենքը կատարելու համար, մանրամասնելու եւ արտասակարգը սահմանելու համար 2002 թվականի օգոստոսի 8-ին ընդունում է կառավարությունը 22 թե 2 2022 օգոստոսի 8-ին 2000 չէ տաղավար, դա մարտի 1-ում Ես 2002 լսեցի, պարոն Ազարյան, 2022 թվականի օգոստոսի 8-ին ընդունում է թիվ 990N որոշումը
որը սահմանում է իր հավելվածներով, թե ինչ պայմանների դեպքում է տրամադրվելու գումար, այնտեղ փորձաքննություն, տիրավեր փոխկապակցվածություն եւ այլն, այսինքն այնտեղ նաեւ արժանություն է դրված։ 2025 թվականի օգոստոսի 8-ին արդեն ընդունվել է, 15-ին արդեն 3 տարի դրանում է, այսինքն 25-ին։ Այս պայմաններում ստացվում է, որ մենք ապրիլ ամսից ձեռնամուխ եղանք պարզենք, թե քանի ոք են դիմել, քանի ստանդարտներ, ինչքան գումար տրամադրել եւ այլն, ուսումնասիրություն կատարելու համար, շարունակել անձանց բացահայտելու համար։ Ես կարծում եմ ապրիլի կեսերից մինչև օգոստոսի 10-ի կողմն է հայցը ներկայացել։ Այսինքն 4-5 ամիս հետո ոչինչ շարունակել ուսումնասիրությունը կայացնելու, որ հետո օգոստոսի 15-ից հետո հայցը չներկայացնենք։ Մեր դիտարկման հայցային վարակությունը սկսել է այն պահից, որ անձին իրավունք է ունեցել դիմելու, այսինքն այն ընթացակարգը արդեն պարզ է, որտեղ օրենքով պարզ չէ, ինչ գումարել, ինչ փաստաթղթեր արել եւ այլն։ Նոր վերջին անձը, ով դիմել է ստացել է, վերջնական ամփոփած ներկայացնել։ Շատ լավ։ Դատարանը չէ, դու չեմ տալիս այդ։ Որտեղ կոմը նշում է ինչ-որ 2022 թվականի բան, եւ այլ ուզում Պարոն Գիվիդյան կապ ունի դա այս ձեր միջնորդության հետ կապված, թե ըստ էության հայցադիմումի հետ կապ ունի։ Կապ ունի այնքանով, որքանով կողմը ասում է, որ գիտեք ինչ, մենք այս հայցը ներկայացրել ենք, որտեղ հայցային բաղադրության հարց կա։ Բայց դա իր մեկնաբանությունն է, պարոն Գիվիդյան։ Ես ասեմ հարգելի դատան, որ այստեղ հայցային բաղադրության այստեղ հարց չունեն, նրանք արդեն բաց են թողել այդ ժամկետը եւ բացված հայցային բաղադրության պայմաններում անգամ դիմել են դատարան։ Շատ լավ, պարզ է ձեր մոտեցումը։ Հայցային բաղադրության այդ մեկնաբանությունը, որը կողմը կատարում է, որևէ էական նշանակություն չունի։ Եվ մի հանգամանք է, նոր հիշեց ճիշտ ասած, ուղղակի Միջնորդության հետ կապված, պարոն Գիվիդյան։ Կողմը որ նշում է, գիտեք ինչ, այդ տեսեք, մենք օրինակ, երբ միջնորդություն ներկայացվեց հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու վերաբերյալ, մենք օրինակ չարարկեցինք։ Եվ դա փորձում է ներկայացնել որպես ինչ-որ բարի կամք իրենց կողմից եւ այլն։ Ես նաեւ նշեմ հարգելի դատարան հետազոտողին։ Ուղղակի նախորդ դատական նիստի ընթացքում մենք դրանց անդրադարձին նաեւ կատարել։ Նախ եւ առաջ դե կար համաձայնություն հարգելի դատարան։ Ուրեմն կողմը դրա վերաբերյալ կարող է դատարանին անմիջապես տեղեկացնել եւ առանց դատական նիստ հրավիրելու արդեն դատարանը որոշում կկայացնի։ Բացի այդ այն հանգամանքը, որ նաեւ կողմը նշում է, որ իրենք տեսեք չեն ուրեմն առարկել, իմ մոտ մի հատ հարց է ծագում։ Բալավ, եթե դուք տեղյակ եք, որ դուք 4-րդ անգամ անընդմեջ ձեր գործողությունները հետևանքով արգելանք եք դնում, ինչի համար եք օրինակ այդ պարագայում միջնորդում, որ ամբողջ գույքի վրա արգելանք դրվի։ Ինչի համար օրինակ այդ ժամանակ չեք ասում, դե գիտեք ինչ, օրինակ մասնակի բացառություն արեք, հանկարծ չզրկեք անձին այդ հնարավորությունից, որովհետև մանավանդ այն մյուս գործերով ավելի քան տեղյակ էին, որովհետև այդ նույն գործերով մենք կրկին գալիս ենք եւ ներկայացնում ենք միջնորդություն հայցի ապահովման միջոցը մասնակի գոնե այդ չափով վերացնելու վերաբերյալ։ Բայց ինչի համար դատարան օրինակ չէին միջնորդում։ Ինչի համար ասում են ոչ նորից ամբողջ գույքի վրա արգելանքներ են։ Հարգելի դատարան, իրականում դա փորձել ներկայացնել, որ իրենց բարեկամ, ես իհարկե գնահատականներ չտամ դրա վերաբերյալ։ Ես գնահատականը տալիս եմ բացառապես կատարված գործողություններին եւ նմանատիպ ներկայացված անհիմն, ակնհայտ անհիմն հայցերին, որոնք որ իրապես նորից եւ նորից ասում են, ուղղված են, որպեսզի ուրեմն անձի նկատմամբ ճնշում գործադրվի եւ այո, այս հայցի ներկայացումը եւ ամբողջ գործընթացը, որը կա, դա քաղաքական հետապնդում է։ Շատ լավ, պարոն Ազարյան, հնչեցրեք ձեր խոսքը եւ միջնորդության քննությունը դատարանի համար ավարտված։ Ինչ վերաբերում է հայցի ապահովման մասնակի վերահսկողության որ չեն առարկել, ինձ թվում է իմ հիմնավորումները առասարակ բարի կամքի մասին չէր։ Հաշվի առնելով հստահորդի կարգավիճակը եւ գործունեությունը եւ դրա արդյունք Հայաստանի Հանրապետության համար, դա բարի կամքի դրսևորում չէ։ Առասարակ չեմ կարծում, որ դատարանության կողմը բարի կամքի դրսևորում է։ Դա մեր լիազորությունն է, եւ լիազորությունների շրջանակներում մենք որոշել ենք, որ չենք առարկելու։ Ինչ վերաբերում է, որ 2, 3, 10, 20 բալոտներով արդեն իսկ արգելանք է կիրառված, այդ հարցին ես պատասխանել եմ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին գործի քննության շրջանակներում, հետևաբար այս մասով չեմ կրկնվելու։ Շատ լավ, դատարանը միջնորդության քննարկումը համարում է ավարտված եւ արձանագրում է, որ միջնորդության կապակցությամբ դատական ակտը կկայացվի առանձին ակտի ձևով։ Հաջորդիվ դատարանը անցնում է պատասխանը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը։ Պարոն Ազարյան, միջնորդությունը ստացել եք։ Ստացել եմ։ Հարգելի դատարան, ըստ ներողություն խնդրում, ուղղակի արդեն բավական երկար ժամանակ նիստ է կանում, ձեր գործողությամբ 5 րոպե հեչում կհայտարարեք մեր բանալանք։ Շատ լավ, դատարանը հայտարարում է տեխնիկական դիմիչում։
բայց շարունակվում է ԹԻՖԿ 0210-20 հակակոռուպցիոն քաղաքացիական գործիքնությունը, խնդրեմ տիկին Մկրտչյան ներկայացնի միջնորդությունը։ Հարգելի դատարան, մինչև միջնորդություն ներկայացնելը ցանկանում եմ դատարանի դատական որ կողմի դատավարությունից մասնակիցների նույնպես միջնորդություն ուղարկել դատարանի նախորդ ներկայացուցիչ եղել դատարանի ներկայացրեցի ուղարկման վերաբերյալ ապացույցները, կողմերն են ընդունել դատախազության ներկայացրել միջնորդությունը։ Ստացել եք, չէ՞, պարոն Ալբերտ։ Հարգելի դատարան, միջնորդություն ներկայացնելու հիմնավորումների դատարանի հյուսապահում կիրառել որոշման հայտարարի չափուարկել անկեզրվել պատասխանող Ռոբերտ Քոչարյանի պատկանելիքի նկատմամբ Երևանի միջնորդության հաստական ինքերանգում են ներդրյալին Երևանի քաղաքապետարանի դատարական հարկի պարտավորությունների վերաբերյալ զբաղարարական համաձայն այս բարեգրությամբ ապահայել գույքահարկի ապարկ 25.322 1745 դրամի չափով եւ նաեւ աղբանության վճարի մասով չկատարված պարտավորություն կա, քանի որ արդեն դրված են պատասխանողին պատկանող դրամական միջոցները, այս պարտավորությունների կատարման անհնարինություն կա, պատասխանողի եւ ակտիմիակ աղբյուրը կենսաթոշակն է, եթե դատարանը թույլ կտա նաեւ հիմնավորումը միջնորդության դատարանի կներկայացնեն պատասխանողի լիքնոջ Տիկին Հրախոչարյանի կենսաթոշակի վկայականը Ներկայացրեք։ Պարոն Կողմերն Իսկ պարոն Քոչարյանն է, տիկին Մկրտչյանը։ Իսկ պարոն Քոչարյանը հարգելի դատարան կենսաթոշակի վկայականին չկա որպես այդպիսի, քանի որ վերջին կենսաթոշակ ստանում է օրենքի ուժով, օրենքի տեքստը ինձ մտահոգ է, եթե դատարանը անհրաժեշտ կհամարի կարող է տրամադրել, Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման և սպասարկման սոցիալական երաշխիքների մասին օրենքի ուժով է սահմանված նախագահի կենսաթոշակը նախին և վերջինս օրենքի ուժով ստանում է կենսաթոշակի գումար, միջնորդության իրավական հիմքերը համարում են հետևյալին, վկայակոչվել են միջնորդության տեքստում քաղաքացիական դատավարության նույնիսկ 129-րդ հոդվածը, 134-րդ հոդվածը, վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումների հայցի ապահովման միջոցների համաչափության վերաբերյալ և միջնորդությամբ ներկայացված խնդրանքը նաև հատկանշական է այս միջնորդությամբ մենք դատարանին խնդրում ենք թույլ տալ սահմանադրությամբ ամրագրված պարտավորությունը հարկերի տեղական վճարներ կատարել և միջնորդության խնդրամասը հետևյալն է, խնդրում ենք կիրառված հայցի ապահովման միջոցը ձևափոխել Քաղաք Երևան, Մալացիա Սեբաստիա, Իսակովի պողոտա 23.7 հասցեում գտնվող անշարժ գույքի գծով ընդհանուր 25.345.845 դրամի պարտավորություն է կատարելու նպատակով թույլատրել Կոնվերսբանկ պատվաստանատիրական ընկերությունում պատասխանողի միջնորդությամբ նշված դեպո հաշվին հաշվառված արժեքտրոնային պարտատոմսերի համապատասխան թվի վաճառքը, վաճառքի ստացված ԱՄՆ դոլար արտահայտված դրամական միջոցները, ինչպես նաև արժեքտրոնային պարտատոմսերի գծով վճարված արժեքտրոնները, պատասխանողի համապատասխան դոլարային շնորհավորական հաշվին փոխանցելը, փոխանցված դրամական միջոցները հրաժարական փոխակերպելը, փոխակերպված դրամական միջոցները դրամային հաշվին փոխանցելը, համապատասխան հաշվում նշված եւ այդ դրամային հաշվից առկա դրամական միջոցների հաշվին անշարժ գույքի գծով պարտավորությունների կատարումը, միջնորդության նկատմամբ ներկայացվել են նաեւ պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների պատճենները։ Շատ լավ, տիկին Մկրտչյան հարցերն եք, պարոն Ազարյան, խնդրեմ հնչեցրեք։ Տարբերական միջնորդության խնդրամասում գրված է մոտ 478 հատ պարտատոմսերի վաճառք։ Վաճառքի ստացված ԱՄՆ դոլարով արտահայտված դրամական միջոցները։ Պարտատոմսերը շուկայական գինն է, թե ոչ։ Ինչքան է կազմակերպվում պարտատոմսերի վաճառքը։ Հարգելի դատարան, այս պրոցեսը նախապես համաձայնվել է բանկի հետ, ճշտվել է քանակ, այս պահին ես հարցին չեմ կարող պատասխանել, բայց այնքան քանակ է, ինչքանը որ բավարար է եւ ավել չէ այս պարտավորությունները կատարելու համար։ Շատ լավ, տիկին Մկրտչյան, պարոն Ազարյանի հետ կապված ես էլ հարց ունեմ, ինչու են հենց ընտրվել այս գույքը։ Ինչ տրամաբանությամբ եք որոշել, որ հենց այս պարտատոմսերի վերադրված արխիվանքը պետք է վերացվի։ Հարգելի դատարան, ես կարող եմ այս հարցին պատասխանել, քանի որ մեկ այլ վարույթ ևս կա, սովորաբար արդեն մենք 3-րդ տարին է, հայցի ապահովման միջոցը հանելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում ենք, ապօրինական ունեցող գույքի բռնակազման վարույթի շրջանակում էր, ևս նախկինում 2 անգամ դիմել ենք այս հաշվի համապատասխան չափով գումարներ հանելու վերաբերյալ միջնորդությամբ, չգիտեմ, պատասխանող կողմը նպատակահարմար համարում այս հաշվին առկա դրամական միջոցների փոխանցումը, չեմ կարծում ինչ-որ
առանձնահատուկ ընտրության խնդիր կա, այդ հաշվին առկա է պարտադոմսեր եւ դրանց միջոցով հնարավոր է պարտավորության կատարում։ Ես նաեւ կարող եմ, եթե դատարանն անհրաժեշտ կհամարի, այդ համապատասխան նշանակորեն կարգում ունեցող գույքի բռնագանձման գործով որոշումներ դրամադրել, Խնդրեմ դրամադրեք Տիկին Մկրտչյան։ Այսինքն նախկինում եւս այս հաշվի վրա եղած պարտատոմսերն են վաճառվել նույն արժեքով հարկային պարտավորությունը կատարելու համար։ Նախկա պարտավորության չափով կատարման համար նույնիսկ այս հաշվին նախկա Իսկ բացառապես 478 հատ է մնացել, թե նախկինում էլ է 478 հատը վաճառվել։ Չեմ տիրապետում այդ մասին, բայց նախկինում թվերը տարբեր են եղել։ Օրինակ մեկ որոշմամբ մի որոշմամբ նույնիսկ եղել է համապատասխան թվի վաճառք, ինչքան որ դատարանն այդ պահի գնահատմամբ անհրաժեշտ կհամարի։ Մյուս որոշմամբ Էլի համապատասխան երկու որոշմամբ է դատարանը արձանագրել համապատասխան թվի վաճառք։ Մենք էլի քանակով ենք խնդրել դատարանը կատարել է համապատասխան թվի վաճառք ձևակերպման։ Մենք այս գործով նույնպես միջնորդել ենք էլի այս ապահովում վերացնել, որովհետև երկու գործով դաշինանքներ կան, դեռ չի քննարկվել։ Շատ լավ, այդ հարց պարոն Նազարյան։ Արգելդատան ստեղծել ներկայացի կողմից մշտված որ բանկի կողմից տրամադրվել է տեղեկատվություն, որ տվյալ պարտատոմսերը վաճառելու դեպքում բավարար է։ Ես կարծում եմ, որ բավարարությունը իրավական որոշակության տեսանկյունից որոշակի խնդրալուց է այս գործի քննության համար։ Տեսեք, բավարարը եւ 25 միլիոն է, եւ 50 միլիոն է, եւ 100 միլիոն է։ Հիմա կոնկրետ շուկայական արժեք ունի այս պարտատոմսերը, թե ոչ, որովհետեւ պարտատոմսերը շուկան են ամենօրյա ռեժիմում, ինչ որ շուկայական արժեքներ են փոփոխվում։ Հիմա բավարարը կարող բավարար չլինի ու կարող շատ ավելին լինի, քան պետք է։ Հիմա այս մասով կա անվստահություն, հետևաբար ես ինչքան էլ որ ցանկանամ այն գաղափարը դրանք հիմքում ասեմ, դե համակարգային բյուջեային ամենից 25 միլիոնից ավել գումար կներդրվի, կմոթքագրվի, բայց այնուամենայնիվ ես չունեմ այս շուկայական արժեք եշի ինչքանով արտարվելու։ Շատ լավ, եթե պայմանական պարոն Նազարյան ավել արժեքով օտարվեց եւ միևնույն է ձևափոխումը հայցում են այնպես, որ վաճառքից ստացված գումարները կոնկրետ հաշվի մուտքագրվեն եւ բացառապես դատարանը թույլ տա օգտագործվի կոնկրետ նպատակով։ Ենթադրենք պայմանական ավել է վաճառվում։ Միևնույն է պատասխանողը կարողանալու է օգտագործել այնքանը, որքանը որ անհրաժեշտ է գույքահարկի պարտավորությունը կատարելու համար։ Մնացածը օգտագործելու հնարավորություն դարձյալ չի ունենալու պատասխանողը։ Այդպես է Տիկին Մկրտչյան, դա է ձեր ակնկալը։ Այո, հարգելի դատարան, միջնորդության խնդրամասում է հստակ արձանագրված է, որ մենք խնդրում ենք միայն այդ մասով ուղղել հարկային պարտավորությունների մանրամասը։ Ու այս մասով ոնց որ ներկայացի դժվարացավ պատասխանել։ Այս տարբեր հաշվեհամարներով շրջապատիկները ինչով արդարացում, ինչով բարձրացնում։ Քանի որ դոլարային հաշվով է վաճառվելու պարտատոմսը, լինելու է դոլարային հաշիվ, դոլարային հաշվով հարկային պարտավորությունը չի կարող կատարվել, դրա համար խնդրել են փոխակերպել դրամային հաշվի եւ որպեսզի դրամային հաշվից հետ դրամային միառ դրամային արժույթի փոխանցվի դրամային հաշվի եւ դրամային հաշվից հնարավոր լինի կատարել։ Հարգելի դատարան եւս մենք ասել Տեսեք, Տիկին Մկրտչյան, դե միջնորդության մեջ նշել եք նաև որպես նպատակ, որ խուսափեք լրացուցիչ ուժեր վճարելու պարտավորության առաջացման հետևանքներից։ Տեսեք, գույքահարկի վերաբերյալ իրավադրությունները հանգում են նրան, որ յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը պիտի վճարվի ընթացիկ տարվա գույքահարկը, չէ՞։ Հիմա ասում գործով այդ ապահովում որ կիրապել է օգոստոս ամսին։ Ես նկատի ունեմ, իհարկե սա ձեր ընտրությունն է, բայց ամեն դեպքում բերել եք հիմա, եթե նույնիսկ սա բողոքարկվի, ենթադրենք դատարանի կողմից որևէ բավարար դեպքում, ում կողմը բողոքարկվի։ Դուք միևնույն է ունենալու եք այս խնդիրը։ Այս խնդրի մասին դուք ավելի շուտ շրջայցություն կարող եք ցուցաբերել շուտ ներկայացնել, ինչու է պայմանավորված, որ հոկտեմբերի 23-ին են տեղեկանքները վերցրել ու հիմա եք ներկայացրել։ Հարգելի դատարան, կարծում եմ, որ ես արդեն նշեցի մեկ այլ գործով էլ արգելադրված կար, մենք միջոցներ ձեռնարկել ենք մինչև ձեր նշած դեկտեմբերի 1-ը այդ արգելանքներ հանելու եւ կատարելու, վերացվելու դեպքում կարծում եմ որևէ խնդիր ես չեմ տեսնում, էլի ինչն է պատճառը, ենթադրենք ավելի շուտ ներկայացրած լինենք դուք առարկություն չեք ներկայացնելու, ձեր հարցադրման նպատակը ինձ համար հասկանալի չի։ Հարցը մեկ առարկություն ներկայացնել չներկայացնելու մեջ չի, դուք նպատակ նշել եք, որ խուսափում ուզում եմ նպատակ ունեք լրացուցիչ ուժ տուգանքներ չվճարեք դեկտեմբերի 1-ից հետո ամեն օրվա համար, չէ՞ 0.10-ին 0.20-ին
ձևաչափով ուժեր է լինում։ Հիմա առավել ևս որ նախորդ տարիներին տեղյակ եք եղել մեր խնդրի մասին, պրակտիկան է արդեն ձևավորված։ Հիմա եթե ասում եմ այս նպատակին եթե բողոքակ եմ ենթադրել դատական ակտի հնարավոր դեպքում, միևնույն է դեկտեմբերից հետո է մնում։ Ձեր նպատակը ո՞նց է։ Չէ, դուք ասում եք նաև նպատակ ունենք, որ չանենք, որ այդ ուժեր չվճարեն։ Եթե թարպես է չդիմեն, պարոն Ազարյան, այսպես ներողություն Տիկին Մկրտչյան, եթե թարպես է չդիմեն, միևնույն է, ուժերի տուգակներ հաշվետվելու են։ Նախորդ տարիներն էլ է այս պրակտիկա։ Օգոստոսին էլ այս գործով հայցապահումը կիրառվել։ Տեղեկանքներն այնպես չէ, որ հիմա է հնարավոր թիվը հաշվել։ Թիվը կարող ենք հունվար ամսին էլ իմանալ դեկտեմբերի պարտավորությամբ։ Ինչի է հիմա ներկայացվել։ Ահագին դատարան, ես միջնորդության ուսման տեսանկյունից հարցի կարևորությունը ընդհանրապես չեմ հասկանում, իսկապես չեմ հասկանում հարցի կարևորությունը, եթե դժը հաշվարկվի, այդ դժը հաշվարկվելու է պատասխանող կողմի համար եւ պայմանականորեն այս միջնորդությունը ուժ ներկայացնելու բացասական հետևանքը կրելու է պատասխանողը, հետեւաբար այսօր շահագրգռվածությունը այս հարցը բարձրացնելու բաց չէ, բայց հստակեցնելու համար նշում, որ մեր առաջնային նպատակը ոչ թե դժերից խուսափելն է, այլ մեր առաջնային նպատակը հարկային պարտավորությունը օրենքի ուժով կատարման ենթակա կատարելն է։ Բարեկի շրջանը։ Շատ լավ, պարոն Ազարյան, թե հարց չունեք, ես հարց ունեմ։ Տիկին Մկրտչյան, եւ մի բարձրաբան նշեցիք, որ բանկի հետ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք է բերվել, այսինքն ռեալ գնորդ կա այդ պարտատոմսերի։ Այս բանին այդ հարցին ես չեմ կարող պատասխանել հարգելի դատարան, ես կարող նշել, որ քանակի եւ հաշիվների վերաբերյալ համաձայն։ Եվ մյուս հարցադրումը Տիկին Բելա Քոչարյանի կենսաթոշակի վկայականը ինչի համար ներկայացրեցիք։ Հարգելի դատարան, զուտ քանի որ համատեղամասնության դեպքում գործունեու գույքի համատեղ սեփականություն հանդիսանալու ռեժիմը եւ քանի որ մենք միջնորդության բնդում ունենք որ կենսաթոշակների եկամուտ։ Այսինքն բավար եկամուտներ չունի Տիկին Քոչարյանը վճարելու կատարելու այս գույքային պարտավորություն դատարան արձանագրի։ Այո։ Շատ լավ, խնդրեմ պարոն Նազարյան, դիրքորոշում արտահայտեք։ Շատ կարճ հարգելի դատարան, ներկայացնում բաշխավորելով նաև ներկայացի կողմից հնչեցված պատասխանները գտնում եմ, որ սիմուլյացիան վերաբերյալ ներկայացնում առաքություն, հաշվի առնելով, որ նախ պարտատոմսի տիպը հստակ չի, շուկայական աղետ չէ, գնորդների վերաբերյալ որևիցե տեղեկատվություն չկա, որը պատասխանները հնչեցվել են իրավական որոշակիության բացակայության հանգամանքներով, հետևաբար մեր համար պաշտի առհասարակ նպատակը վաճառքի առհասարակ ինչքան գումարը գոյանալու եւ դրանից գլխով հետևանքներով հետևաբար առաքումով ներկայացված միջնորդության դեմ։ Շատ լավ, պարոն Ազարյան, Տիկին Մկրտչյանն էլ բարձրաբանեց, եթե այդուհանդերձ պարտատոմսերը վաճառվում են ու մուտքագրվում են այնպիսի դրամային հաշվին, որը որևիցե ձևով պատասխանողը օգտագործելու հնարավորություն չունի։ Կնշեք այդ դեպքում պետության շահը ինչով է խախտվում, եթե զուտ պարտատոմսից վերածվում է դրամական միջոցի։ Հարգելի դատարան, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ պարտատոմսից վերածվում է դրամական միջոցի, մենք չգիտենք ինչ դրամական միջոցի է։ Իսկ եթե դրամական միջոցը բավարար չլինի, օրինակ դիմի 19 միլիոն։ Ինչպես է այդ հանգամանքը կարգավորվելու։ Բարձր է ձեր մոտեցումը, պարոն Ազարյան, պարոն Գիվիդյան, Տիկին Սահակյան, դիրքորոշում ունեք միջնորդության կապակցությամբ։ Միջնորդության վերաբերյալ մենք որևէ չունենք, ինչ վերաբերում է դիրքորոշմանը, ես ոքի հակիրճ չեք ներկայացնում, զարմանքս։ Զարմանքս իմաստով, որ առարկում է։ Տեխնիկական ինչ-որ հարցեր է այստեղ առաջ գնում, դրանք իրականում տեխնիկական լուծման հարցեր են, սկսած ասենք պարտատոմսի հետ կապված չգիտեմ, հետ գնումից սկսած ամեն ինչ հնարավոր է եղել։ Բայց հարցը դա չէ։ Անձը դիմել է դատարան, ասում է, գիտեք ինչ, պետության, այսպես ասեմ, գործողությունների հետևանքով արգելանք կա դրված, թույլ կտաք, որ ես այդ գումարը, այսինքն վերածվի այդ արգելանքը եւ այդ գումարը ուղղի պետության նկատմամբ ունեցած պարտավորություններին եւ այսպես են որպես պետություն հանդես եկող ներկայացուցիչը ասում է ոչ, եկեք առաքենք։ Ես իրականում չեմ հասկանում ճիշտ ասած այս մոտեցումը, չեմ հասկանում նաեւ այն մոտեցումը, որտեղ յուրաքանչյուրս կարող է բախվել այս հարցին, ես նաեւ նշեմ։ Հա, այստեղ զուտ իրավական առումով եմ ես հարցը ուզում քննարկման առարկա դարձնել։ Արգելանք կա դրված անձի գույքի վրա, ասում է այդ գույքի համար հարկային պարտավորություններ պետք է կատարվեն, խնդրում ենք ազատել այդքան գումարի չափով, որի միջնորդության մեջ ես նայեցի ընթերցեցի, հենց հստակ նշված է այդ գործողությունները, այսինքն այստեղ իրականում որ խորանանք հարգելի դատարան, ուզում է 500 պարտատոմս լինի, ուզում է 600, իրական չի իրականում դա։ Կարևորը որ այդքան գումարի չափով ինքը ուղղի հարկային պարտավորությունների կատարմանը, այն ինչ որ դրա դեպքում անձը միջնորդել է, իրականում դրա համար իմ զարմանքն եմ ուղղակի արտահայտում, որովհետև
յուրաքանչյուր զբաղաչությունները կարող են հայտնվել այդ իրավիճակում ներկայացված հենց այս հայցի ապահովման միջոցի պարագայում, այսինքն վաղ ես կարող այս միջնորդությունը ներկայացնել, հարգելի դեպքում։ Եվ բնականաբար իրավական մոտեցումը պետք է լինի այն, որ որևէ ձևով անձի նկատմամբ լրացուցիչ ինչ-որ պարտավորություններ չստեղծվի, միանշանակ գտնում ենք, որ միջնորդությունը իրավական տեսանկյունից ենթակա է բավարարել։ Իհարկե, կան ես կարծրատելոքաներ, նաև նախին ձևավորված պրակտիկայի տեսանկյունից, նախին 2 տարիների ընթացքում էլ այդ ապահովում համվել է, նորմալ փոխանցումը կազմակերպվել է, գույք հարկի վճարումը ապահովել է եւ գործնականում որևէ խնդիր չի ունեցել եւ իսկապես դատախազության շահագրգռվածությունը միջնորդության դեմ առարկելու անհասկանալի է այս իրավիճակում եւ ամբողջությամբ ընդդեմ այդ միջնորդությունը եւ գտնում է, որ եթե Շատ լավ։ Դատարանը այս միջնորդության կապակցությամբ դատական ակտը կկայացնի առանձին դատական ակտի տեսքով։ Քանի որ դատարանը երկու միջնորդությունների կապակցությամբ պետք է առանձին դատական ակտի տեսքով որոշում կայացնի, հնարավոր ու նպատակահարմար չի համարում այլ նախապատրաստական գործողությունների իրականացումը այս նախնական դատական նիստում եւ գտնում է, որ նախնական դատական նիստը պետք է հետաձգել։ Հերթական նախնական դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին կողմերը լրացուցիչ կծանոթվեն։ Դատական նիստը հայտարարել է։